Նա արթնանում է առիթ շուտ, հիվանդ մորը խնամելու պայքարի մեկ այլ օր դիմավորելու համար։ Բայց ճակատագիրը փոխվում է, երբ շքեղ ննջասենյակում անսպասելի հանդիպում է իր տնօրենին։ Նրա հայացքն ավելի շատ է այրում, քան շփոթմունքը, որը սառեցնում է իր քայլերը։ Այդ պահից անհնարինը սկսում է ստանալ, իսկ նա դրան պատրաստ չէ։ Եթե սիրում եք այսպիսի հուզիչ սիրային պատմություններ, ապա բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում գրեք, թե որտեղից եք դիտում։ Ես շատ եմ ուզում իմանալ։ Նարինեն երբեք չէր պատկերացնի, որ կյանքը կարող է այդքան կտրուկ փոխվել վայրկյանների ընթացքում։ Այդ երկուշաբթի առավոտյան նա արթնացավ արածագից առաջ, ինչպես միշտ։ Զարթուցիչը զնգաց առավոտյան ժամը 5-ին, նրա դեռ ծանրացած աչքերը դժվարությամբ բացվեցին։ Երանի արվարձանում գտնվող իրենց փոքրիկ տանից դուրս աշխարհը դեռ քնած էր։ Շենգավիթի նեղ փողոցները լուռ էին, միայն հեռվից լսվող շան հաչոցն էր խախտում վաղ առավոտվա լռությունը։ Նա դանդաղ վեր կացավ, փորձելով աղմուկ չհանել։ Հարան սենյակում հանգստանում էր մայրը, տիկին Հեղինեն։ 60-ամյա կինն օրեցօր ավելի դժվար օրեր էր տեսնում։ 2 տարի առաջ սկսված հիվանդությունն իր ուժերը քիչ-քիչ խլում էր, երբեմնի այդքան ակտիվ ու կենսախինդ կնոջը վերածելով իր նախկին եսի փխրուն ստվերի։ Նարինեի սիրտը կծկվում էր ամեն անգամ, երբ նայում էր մորը։ Բայց նա իրեն թույլ տալ չէր կարող հուսահատվել։ Նա տիկին Հեղինեի ունեցած-չունեցածն էր։ Տան փոքրիկ ու հասարակ լոգասենյակն արտացոլում էր այն իրականությունը, որում նրանք ապրում էին։ Նարինեն դեմքը լվանալիս նայեց հայելու մեջ։ Իր 24 տարիներն իրենց վրա կրում էին մի հասունություն, որը չէր համապատասխանում տարիքին։ Մուգ շագանակագույն աչքերը հոգնածություն էին մատնում, բայց նա վճռականություն։ Երկար, շագանակագույն մազերը հավաքված էին հասարակ պոչիկով։ Նա ժամանակ չուներ իրեն խնամելու համար։ Ոչ էլ դրա համար գումար։ Արագ սուրճ խմելուց մոր համար ճաշ պատրաստելուց հետո Նարինեն վերցրեց իր մաշված պայուսակն ու դուրս եկավ տնից։ Ավտոբուսը, որը նրան պետք է տաներ կենտրոնի թանկ թաղամաս, արդեն լեփ-լեցուն էր, երբ նրան հաջողվեց տեղավորվել։ Սեղմված անծանոթների միջ նա թույլ տվեց մտքերին թափառել։ 3 շաբաթ առաջ նա այդ աշխատանքը գտել էր Հարանուհու միջոցով։ Պետք էր աշխատել որպես սպասուհի մի առանձնատանը։ Աշխատավարձը լավն էր, ավելի լավ, քան մինչ այդ ստացած ցանկացած գումար։ Եվ նա այդ փողի հուսահատ կարիքն ուներ։ Առանձնատունը, որտեղ նա պետք է աշխատեր, գտնվում էր ծառաշատ ու հանգիստ փողոցում, շրջապատված բարձր պարիսպներով ու էլեկտրոնային դարպասներով։ Նարինեն դեռ հիշում էր, թե ինչպես էր առաջին անգամ անցնում այդ դարպասով։ Իրեն փոքր, օտար զգաց, կարծես այդ աշխարհին չէր պատկանում։ Տունը հսկայական էր, խնամված այգիներով, լողավազանով, 4 մեքենայի համար նախատեսված ավտոտնակով։ Այդ տարածքում ամեն ինչ հարստության ու ուժի մասին էր գոռում։ Նրա տնօրենը Գագիկ Ալեքսանյանն էր, երկրի խոշորագույն տեխնոլոգիական ընկերություններից մեկի միակ ժառանգը։ Իր 32 տարեկանում Գագիկը հայտնի էր ոչ միայն բիզնեսում ունեցած հաջողություններով, այլ իր տպավորիչ արտաքինով։ Բարձրահասակ, լայնաթիկունք, միշտ լավ սանրված մազերով թափանցող կանաչ աչքերով, նա ուներ մի ներկայություն, որն աննկատ չէր մնում։ Նարինեն նրան տեսնում էր միայն անց, առաջին օրերին։ Նա վաղ էր գնում աշխատանքի ուշ վերադառնում։ Երբ նույն տանն էին լինում, նա փորձում էր անտեսանելի մնալ, իր գործերն անելով արդյունավետ ու զուսպ։ Բայց այդ երկուշաբթի ամեն ինչ փոխվեց։ Նարինեն առանձնատուն էր հասել ճիշտ առավոտյան ժամը 7-ին, ինչպես միշտ։ Տնտեսուհին, տիկին Լուսինեն, 50 անց մի կին, որն այնտեղ աշխատում էր ավելի քան 1 տասնամյակ, նրան դիմավորեց բարի ժպիտով։ Տիկին Լուսինեն պատասխանատու էր տան բոլոր գործերը համակարգելու համար, հենց նա էր Նարինեին սովորեցրել ամեն ինչ առաջին շաբաթներին։ Գլխավոր ննջասենյակի մաքրություն, մտքում դասավորեց գործերի ցանկը։ Գագիկը գնացել էր կարոր հանդիպման, պետք է վերադառնար միայն երեկոյան։ Համենայն դեպս, այդպես էր ասել տիկին Լուսինեն։ Նարինեն բարձրացավ մարմարե աստիճաններով, որոնք տանում էին դեպի երկրորդ հարկ, որտեղ գտնվում էր գլխավոր ննջասենյակը։ Դուռը կիսաբաց էր։ Նա թեթակի թակեց, ինչպես միշտ, բայց պատասխան չստացավ։ Հրեց դուռն ու ներս մտավ։ Այն, ինչ տեղի ունեցավ հետո, կարծես դանդաղեցված կադրերով էր ընթանում։ Գագիկն այնտեղ էր։ Ոչ թե հանդիպման։ Այնտեղ, այդ սենյակում, դուրս էր գալիս լոգասենյակից։
Մեջքին փաթաթված սպիտակ սրբիչը միակ բանն էր, որ ծածկում էր նրա դեռ խոնավ մարմինը։ Ջրի կաթիլները սահում էին նրա մկանուտ ուսերով, իջնելով մարզական կրծքավանդակով։ Թաց մազերը խառնված էին, նա նույնքան զարմացած էր թվում, որքան Նարինեն։ Նարինեն սառեց տեղում։ Նրա աչքերը լայն բացվեցին, նա զգաց, թե ինչպես արյունը խփեց դեմքին։ Չէր կարողանում շարժվել, չէր կարողանում հայացքը կտրել, նույնիսկ շնչել չէր կարողանում նորմալ։ Մաքրող միջոցներով պայուսակը, որը ձեռքին էր, քիչ մնաց ընկներ։ Գագիկն իր հերթին շփոթմունք ցույց չտվեց։ Ընդհակառակը, դանդաղ, չարաճճի ժպիտ հայտնվեց նրա շուրթերին։ Նա երկար նայեց Նարինեին, կանաչ աչքերով զննելով նրա կարմրած դեմքը մի այնպիսի լարվածությամբ, որը նրան էլ ավելի նյարդայնացրեց։ Ես ներողություն եմ խնդրում, պարոն, վերջապես կարողացավ կակազել Նարինեն, ձայնը դուրս գալով դողացող ու ցածր։ Ես չգիտեի, որ դուք այստեղ եք։ Տիկին Լուսինեն ասաց, որ ոչինչ, Նարինե, ընդհատեց նա, ձայնը հանգիստ ու խորն էր։ Հանդիպումը չեղարկվեց։ Ես շուտ վերադարձա։ Նա անմիջապես հայացքը ցած իջեցրեց, փորձելով կենտրոնանալ ցանկացած բանի վրա, բացի իր առջ կանգնած կիսամերկ տղամարդուց։ Ես ավելի ուշ կվերադառնամ սենյակը հավաքելու, մրմնջաց նա, սկսելով նահանջել դեպի դուռը։ Կարիք չկա, ասաց Գագիկը, մի քանի քայլ անելով դեպի նա։ Կարող ես հիմա հավաքել։ Ես ուղղակի կհագնվեմ։ Նարինեն զգաց, որ սիրտը սկսեց արագ բաբախել։ Նա անցավ իր կողքով այնքան մոտ, որ Նարինեն զգաց օճառի թարմ բույրը, խառնված ինչ-որ ավելի տղամարդկային բանի հետ, մի բան, որը նրան ներսից ստիպեց դողալ։ Գագիկը մտավ հանդերձասենյակ, իսկ նա մնաց այնտեղ, կանգնած սենյակի մեջտեղում, չիմանալով ինչ անել։ Շնչիր, Նարինե։ Շնչիր, մտածեց նա, փորձելով հանգստանալ։ Բայց դա անհնար էր։ Ձեռքերը դողում էին, երբ սկսեց հավաքել անկողինը, մեխանիկական շարժումներով փոխելով սավանները։ Կարող էր լսել, թե ինչպես է նա շարժվում հանդերձասենյակում, հագուստի ձայները, դռան բացվելն ու փակվելը։ Երբ նա վերջապես դուրս եկավ, արդեն հագել էր դասական տաբատ սպիտակ վերնաշապիկ, դեռ առանց փողկապի։ Նա մոտեցավ հայելուն, ուղղելով մազերը։ Նարինեն փորձում էր կենտրոնանալ իր գործի վրա, բայց զգում էր նրա հայացքն իր վրա, հայելու արտացոլանքի միջոցով։ Որքան ժամանակ է, ինչ այստեղ ես աշխատում, Նարինե, հարցրեց Գագիկը անփույթ տոնով։ 3 շաբաթ, պարոն, պատասխանեց նա, առանց նրան նայելու։ Եվ դուր է գալիս։ Այո, պարոն։ Լավ հնարավորություն է։ Գագիկը գլխով արեց, ճշգրիտ շարժումներով կապելով փողկապը։ Ուրախ եմ։ Դա լսելու, ասաց նա, նրա տոնի մեջ կար մի բան, որը Նարինեն չէր կարողանում վերծանել։ Մի բան, որը նրան անհանգստացնում էր։ Երբ Նարինեն վերջացրեց սենյակը հավաքելը, դուրս եկավ այնտեղից որքան հնարավոր է արագ, զգալով, որ ոտքերը թուլացել են։ Գրեթե վազելով իջավ աստիճաններով ուղիղ գնաց դեպի լվացքատուն, որտեղ տիկին Լուսինեն լվացքի համար հագուստ էր դասավորում։ Ամեն ինչ լավ է, աղջիկս, հարցրեց տիկին Լուսինեն, նկատելով աղջկա փոփոխված վիճակը։ Կարմրել ես։ Լավ եմ, ստեց Նարինեն, վերցնելով մի կտոր, հյուրասենյակի կահույքը մաքրելու համար։ Ուղղակի մի քիչ շոկ է։ Բայց դա շոկը չէր։ Ամոթն էր։ Խառնաշփոթն էր։ Եվ եթե նա լիովին անկեղծ լիներ ինքն իր հետ, դա ինչ-որ ավելին էր։ Մի բան, որը նրան վախեցնում էր։ Օրվա մնացած մասն անցավ մշուշի մեջ։ Նարինեն մեխանիկորեն կատարում էր իր գործերը, փորձելով չմտածել տեղի ունեցածի մասին։ Բայց դա անհնար էր։ Գագիկի կերպարը, որ դուրս էր գալիս լոգասենյակից, այդ ինքնավստահ ժպիտը, այն ձև, որով նա նայեց իրեն, ամեն ինչ դաջվել էր նրա մտքում, ինչպես շիկացած երկաթ։ Երբ վերջապես տուն գնալու ժամանակը եկավ, Նարինեն վերցրեց իր իրերն ու դուրս եկավ հետի դռնով, ինչպես միշտ։ Գրեթե հասել էր դարպասին, երբ լսեց նրա ձայնը։ Նարինե։ Նա վախեցած շրջվեց։ Գագիկը կանգնած էր պատշգամբում, ձեռքերը տաբատի գրպաններում, նայում էր նրան։ Մինչ վաղը, ասաց նա պարզապես, բայց նրա հայացքում կար մի բան, որը ստիպում էր նրա ստամոքսը շրջվել։ Մինչ վաղը, պարոն, պատասխանեց նա, գլուխը խոնարելով արագ դուրս գալով։ Լեփ-լեցուն ավտոբուսում տուն վերադառնալիս Նարինեն գլուխը հենեց պատուհանի ապակուն, թույլ տալով, որ քաղաքն անցնի լույսերի ու շարժման մշուշի մեջ։
Ինչ էր տեղի ունեցել այսօր։ Ինչու չէր կարողանում այդ տղամարդուն հանել մտքից։ Դա սխալ էր։ Նա իր տնօրենն էր։ Ինքն ընդամենը աշխատող էր։ Չէր կարող, չպետք է նրա մասին այդպես մտածեր։ Բայց մտածում էր։ Երբ տուն հասավ, արդեն գիշեր էր։ Տիկին Հեղինեն արթուն էր, նստած փոքրիկ հյուրասենյակում, սերիալ դիտելով։ Կինը ժպտաց, երբ տեսավ դստերը։ Բար, աղջիկս։ Ինչպես անցավ օրդ։ Հոգնեցուցիչ, պատասխանեց Նարինեն, ստիպելով իրեն ժպտալ։ Իսկ դուք կարողացաք լավ ուտել։ Այո, գերա։ Ամեն ինչ շատ համեղ էիր պատրաստել, ինչպես միշտ։ Նարինեն համբուրեց մոր ճակատն ու գնաց իր սենյակ։ Արագ լոգանք ընդունելուց հետո վերցրեց հեռախոսն ու զանգահարեց Անիին, իր լավագույն ընկերուհուն դեռահաս տարիքից։ Նրանք ճանաչում էին միմյանց ավելի քան 10 տարի, ամեն ինչով կիսվում էին։ Անին պատասխանեց երկրորդ զանգին։ Ալո, Նար։ Լավ ես։ Անի, չես հավատա, թե այսօր ինչ է պատահել, ասաց Նարինեն, իրեն գցելով մահճակալին։ Պատմիր ամեն ինչ։ Եվ Նարինեն պատմեց։ Պատմեց, թե ինչպես է մտել սենյակ, չիմանալով, որ Գագիկն այնտեղ է, ինչպես է տեսել նրան սրբիչով, նրա ժպիտի մասին, թե ինչպես է սիրտը սկսել արագ բաբախել, ինչպես չի կարողանում դադարել մտածել այդ պահի մասին։ Աստված իմ, Նարինե, ծիծաղեց Անին հեռախոսի մյուս կողմից։ Քեզ դուր է գալիս քո տնօրենը։ Դուր չի գալիս, բողոքեց Նարինեն, բայց ձայնը համոզիչ չհնչեց նույնիսկ իր համար։ Դուր է գալիս։ Եվ այնպես, ինչպես դու նկարագրում ես այդ տղամարդուն, նույնիսկ ինձ դուր կգար, կատակեց Անին։ Բայց զգույշ եղիր, Նար։ Նա հարուստ է, դու աշխատող։ Դու գիտես, թե սա ինչով կարող է ավարտվել։ Գիտեմ, հոգոց հանեց Նարինեն։ Դրա համար էլ այսքան սխալ է սա զգալը։ Նրանք խոսեցին մի քանի րոպե, նախքան հրաժեշտ տալը։ Նարինեն անջատեց հեռախոսն ու մնաց նայելով սենյակի առաստաղին։ Անին ճիշտ էր։ Նա պետք է վերահսկեր այդ զգացմունքները։ Այդ աշխատանքը չափազանց կարևոր էր, որպեսզի ռիսկի դիմեր մի հիմար հակման պատճառով։ Բայց այն, ինչ Նարինեն չգիտեր, այն էր, որ հենց այդ պահին Գագիկն իր առանձնատանն էր, կանգնած լուսավորված այգուն նայող պատշգամբում, մտածում էր հենց նրա մասին։ Նա լսել էր ամեն ինչ։ Պատշգամբը գտնվում էր հենց Նարինեի սենյակի պատուհանի տակ, հեռախոսային խոսակցությունը հասել էր նրա ականջներին բյուրեղյա պարզությամբ։ Ժպիտ հայտնվեց նրա շուրթերին։ Ուրեմն նա էլ էր ինչ-որ բան զգում։ Հետաքրքիր է։ Գագիկն այն տղամարդկանցից չէր, որ թույլ տար բաները պատահականորեն տեղի ունենան։ Երբ նա ինչ-որ բան էր ուզում, հետից էր գնում։ Եվ Նարինեն, իր վախեցած աչքերով ու կարմրած այտերով, նրա մեջ արթնացրել էր մի բան, որը նա վաղուց չէր զգացել։ Մի բան, որն ավելին էր, քան պարզապես ֆիզիկական հակում։ Նա գիտեր, որ դա բարդ է։ Գիտեր, որ կան խոչընդոտներ, տարբերություններ, ռիսկեր։ Բայց Գագիկ Ալեքսանյանը երբեք չէր նահանջում մարտահրավերների առջ։ Եվ Նարինեն, առանց իմանալու, դարձել էր նրա ամենամեծ մարտահրավերը։ Հաջորդ օրերին նրանց միջ լարվածությունը միայն աճեց։ Գագիկը կարծես միշտ մոտակայքում էր լինում։ Հայտնվում էր խոհանոցում, երբ Նարինեն նախաճաշ էր պատրաստում։ Անցնում էր հյուրասենյակով հենց այն պահին, երբ նա մաքրում էր։ Անում էր անփույթ մեկնաբանություններ, բայց լի նուրբ սադրանքով, որը նրան նյարդայնացնում էր։ Դու միշտ այդքան վաղ ես արթնանում, Նարինե, հարցրեց նա մի առավոտ, երբ նա սեղանն էր դասավորում։ Այո, պարոն։ Պետք է մորս խնամեմ աշխատանքի գալուց առաջ։ Մայրդ։ Տիկին Լուսինեն ինձ ասաց, որ նա հիվանդ է։ Նարինեն գլխով արեց, հայացքը ցած իջեցնելով։ Այո, հիվանդ է։ Բայց մենք կհաղթահարենք։ Այս աշխատանքով կարող եմ նրա դեղերը գնել։ Գագիկը երկար նայեց նրան։ Դու շատ նվիրված ես, ասաց նա, նրա ձայնի մեջ կար մի անկեղծ հիացմունք, որը նրան անակնկալի բերեց։ Անում եմ այն, ինչ պետք է արվի, պատասխանեց նա պարզապես։ Ես հիանում եմ դրանով քո մեջ։ Նարինեն չիմացավ ինչ պատասխանել։ Պարզապես գլխով արեց, վերադարձավ աշխատանքին, զգալով սրտի արագ բաբախյունը։ Հենց այդ շաբաթվա հինգշաբթի օրը բեմ դուրս եկավ նոր կերպար։
Գագիկը նոր անձնական օգնական էր վարձել, տիկին Լուսինեն առավոտյան զգուշացրեց Նարինեին։ Պարոն Գագիկն օգնական է վարձել։ Նա այսօրվանից է սկսելու աշխատելու է հենց այստեղից, տնից, երկրորդ հարկի գրասենյակներից մեկում։ Երբ Նարինեն առաջին անգամ տեսավ Քրիստինեին, հասկացավ, որ իր կյանքը պատրաստվում է էլ ավելի բարդանալ։ Կինը մոտ 30 տարեկան էր, բարձրահասակ, շիկահեր, անթերի հագնված նեղ կոստյումով, որն ընդգծում էր նրա կազմվածքը։ Նրա կապույտ աչքերը զննեցին Նարինեին վերից վար մի հայացքով, որը խառնուրդ էր գերազանցության վատ թաքցրած արամարանքի։ Դու սպասուհին ես, այնպես չէ, ասաց Քրիստինեն, ձայնը արհեստականորեն քաղցր։ Պետք է ինձ պարոն Գագիկի համար սուրճ բերես գրասենյակ։ Իմը, առանց շաքարի, խնդրում եմ։ Նարինեն գլխով արեց, կուլ տալով զայրույթը։ Իհարկե։ Հաջորդ օրերին Քրիստինեն ամեն ինչ արեց իր տարածքը նշելու համար։ Նա միշտ Գագիկի կողքին էր, չափազանց բարձր ծիծաղում էր նրա կատակների վրա, անփույթ դիպչում էր նրա թին, միշտ նրան Գագք էր անվանում մի այնպիսի մտերմությամբ, որը ստիպում էր Նարինեին աչքերը տնկել։ Եվ ամենավատը, նա Նարինեին վերաբերվում էր զայրացնող հովանավորչությամբ, կարծես միշտ ուզում էր հիշեցնել, թե ով է այդ տանը։ Նարինե, սիրելիս, կարող ես էլի սուրճ բերել, խնդրում։ Էր Քրիստինեն միշտ կեղծ ժպիտով։ Նարինե, չմոռանաս այսօր լավ մաքրել իմ գրասենյակը, գրություններ էր թողնում Քրիստինեն։ Նարինե, կարող է իր արդյոք, առաջադրանքներ էր հորինում Քրիստինեն։ Իսկ Գագիկը։ Նա կարծես անտեղյակ էր ամեն ինչից։ Կամ գոնե այդպես էր մտածում Նարինեն։ Բայց ճշմարտությունն այն էր, որ Գագիկը նկատում էր ամեն ինչ։ Նկատում էր, թե ինչպես է Քրիստինեն փորձում գրավել իր ուշադրությունը։ Նկատում էր նա, թե ինչպես է Նարինեն ճակատը կիտում ամեն անգամ, երբ տեսնում էր օգնականին մոտակայքում։ Եվ այս ամենը նրան տարօրինակ կերպով հետաքրքիր էր թվում։ Մի երեկո Գագիկը պետք է մասնակցեր կարևոր գործնական ընթրիքի իր սեփական տանը։ Բազմաթիվ գործադիր տնօրեններ, պոտենցիալ ներդրողներ պետք է ներկա լինեին։ Նարինեին հանձնարարվել էր օգնել մատուցել, հատուկ այդ առիթով վարձված 2 մատուցողների հետ միասին։ Նա խոհանոցում էր, օգնում էր սկուտեղները դասավորել, երբ ներս մտավ Քրիստինեն, շլացուցիչ տեսքով, նեղ կարմիր զգեստով։ Ախ, Նարինե, ինչ լավ է, որ այստեղ ես։ Պետք է, որ դու մատուցես խմիչքները ընթրիքի ընթացքում։ Եվ փորձիր ոչինչ չթափել, լավ։ Անհարմար կլինի։ Նարինեն խորը շունչ քաշեց, իրեն զսպելով, որպեսի արժանի պատասխան չտա։ Իհարկե։ Ընթրիքը սկսվեց, Նարինեն պտտվում էր սրահում, պրոֆեսիոնալ կերպով մատուցելով հյուրերին։ Քրիստինեն նստած էր Գագիկի կողքին, ժպտում էր աշխուժորեն զրուցում բոլորի հետ։ Նարինեն փորձում էր չնայել, փորձում էր չանհանգստանալ։ Բայց դժվար էր։ Հենց այդ ժամանակ տեղի ունեցավ միջադեպը։ Հյուրերից մեկը, ակնհայտորեն հարբած, ձեռքով կտրուկ շարժում արեց իր կարմիր գինու բաժակը, թափեց ուղիղ Գագիկի փողկապի վրա։ Անհարմար լռություն տիրեց։ Գագիկը նայեց արատավորված փողկապին, հոգոց հանեց։ Նարինե, կարող ես ինձ ուղեկցել իմ սենյակ։ Պետք է սա փոխեմ։ Նա գլխով արեց, երկուսով բարձրացան աստիճաններով, մինչ Քրիստինեն նրանց հետում էր խոժոռ հայացքով։ Սենյակում Գագիկը հանեց բաճկոնը, սկսեց թուլացնել արատավորված փողկապը։ Հանդերձասենյակում մուգ կապույտ փողկապ կա։ Կբերես ինձ համար։ Նարինեն մտավ հանդերձասենյակ, փնտրելով տասնյակ կատարյալ դասավորված փողկապների մեջ։ Գտավ այն, որը նա խնդրել էր, վերադարձավ։ Գագիկը կանգնած էր հայելու առջ, վերնաշապիկի վերին կոճակները բաց։ Նա ձեռքը մեկնեց փողկապը վերցնելու, բայց երբ նրա մատները դիպան Նարինեի մատներին, նա բաց չթողեց։ Նարինե, ասաց նա մեղմորեն, ստիպելով նրան հայացքը բարձրացնել հանդիպել իր հայացքին։ Այո, պարոն։ Դադարիր ինձ պարոն անվանել, երբ մենակ ենք։ Նա դժվարությամբ կուլ տվեց։ Ես։ Դա տեղին չէր լինի, տեղին, կրկնեց նա, մի քայլ անելով դեպի նա։ Դու կարծում ես, որ այն, ինչ ես զգում եմ քո հանդեպ, տեղին է։ Նարինեն զգաց, որ աշխարհը կանգ առավ։ Ինչ եք ասում։ Ասում եմ, որ չեմ կարողանում դադարել մտածել քո մասին այն օրվանից, երբ դու մտար իմ սենյակ։ Ասում եմ, որ լսեցի քո խոսակցությունն ընկերուհուդ հետ պատշգամբում։ Ասում եմ, որ դու ինձ լրիվ խելքահան ես անում։
Դուք լսեցիք, Նարինեն զգաց, որ դեմքը սկսեց այրվել։ Լսեցի։ Եվ պարզեցի, որ ես միակը չեմ, որ սա զգում է։ Սա խելագարություն է, շշնջաց նա, մի քայլ հետ գնալով։ Դուք իմ տնօրենն եք։ Ես ձեր սպասուհին եմ։ Սա չի կարող պատահել։ Ինչու՞ ոչ։ Որովհետև մենք տարբեր աշխարհներից ենք։ Որովհետև դու վախենում ես, ավարտեց Գագիկը, նորից մոտենալով։ Ես էլ եմ վախենում, Նարինե։ Բայց ես թույլ չեմ տա, որ այդ վախն ինձ խանգարի հետամուտ լինել նրան, ինչ ուզում եմ։ Իսկ ինչ եք դուք ուզում, հարցրեց նա, ձայնը գրեթե շշուկի էր վերածվել։ Քեզ։ Բառը կախված մնաց օդում նրանց միջ, լի խոստումներով ու վտանգներով։ Նարինեն գիտեր, որ պետք է դուրս գա այնտեղից, պետք է փախչի այդ իրավիճակից, քանի դեռ ուշ չէ։ Բայց ոտքերը կարծես կամված էին հատակին, սիրտը այնքան ուժեղ էր բաբախում, որ վստահ էր, որ նա կարող էր լսել դա։ Գագիկ, սկսեց նա, բայց ընդհատվեց դռան թակոցից։ Գագիկ, լսվեց Քրիստինեի ձայնը մյուս կողմից։ Ամեն ինչ լավ է։ Հյուրերը քեզ են հարցնում։ Կախարդանքը կոտրվեց։ Գագիկը հոգոց հանեց հեռացավ, վերցնելով փողկապը Նարինեի ձեռքերից։ Հիմա կգամ, պատասխանեց նա։ Նարինեն օգտվեց առիթից արագ դուրս եկավ սենյակից, դողացող ոտքերով իջնելով աստիճաններով։ Երեկոյի մնացած մասն անցավ մշուշի մեջ։ Նա մատուցեց, մաքրեց, մեխանիկորեն կատարեց իր աշխատանքը, բայց միտքը լրիվ այլ տեղ էր։ Երբ վերջապես տուն հասավ այդ գիշեր, ուշ ժամի, Նարինեն իրեն գցեց մահճակալին լաց եղավ։ Լաց եղավ խառնաշփոթից, վախից, հույսից, հուսահատությունից։ Նա սիրահարվում էր Գագիկ Ալեքսանյանին։ Եվ դա ամենավատ բանն էր, որ կարող էր պատահել։ Որովհետև նրանք տարբեր աշխարհներից էին։ Որովհետև կային խոչընդոտներ, որոնք անհաղթահարելի էին թվում։ Որովհետև նա չգիտեր, թե արդյոք կկարողանա գոյատել, երբ ամեն ինչ փլուզվի։ Բայց սիրտը տրամաբանություն չի հասկանում։ Եվ նրան արդեն իր ընտրությունն արել էր, նույնիսկ եթե միտքը դեռ պայքարում էր դրա դեմ։ Եվ հիմա, Նարինե, ինչ ես անելու, մտածեց նա, նայելով իր սենյակի մութ առաստաղին։ Ինչ ես անելու այս անհնարին սիրո հետ, որը աճում է քո մեջ։ Նա պատասխաններ չուներ։ Միայն հարցեր։ Եվ մի հսկայական վախ նրանից, թե ինչ կարող է բերել ապագան։ Ասացեք ինձ, թե ինչ կարծիքի եք այս պատմության մասին, ինչպես եք կարծում, այն կավարտվի։ Այդ գիշերվան հաջորդած օրերը գրեթե անտանելի լարվածության մեջ անցան։ Նարինեն խուսափում էր Գագիկից, երբ կարողանում էր, կենտրոնանալով իր գործերի վրա գրեթե մոլուցքային նվիրվածությամբ։ Բայց անհնար էր չզգալ նրա հայացքն իր վրա, անհնար էր չնկատել նրա ներկայությունը, նույնիսկ երբ նա նույն սենյակում չէր։ Քրիստինեն, մյուս կողմից, ուժեղացրեց իր ջանքերը։ Նա պտտվում էր առանձնատանը, կարծես տիրուհին լիներ, միշտ անթերի, միշտ ժպտերես, միշտ Գագիկի կողքին։ Եվ Նարինեն, հեռվից հետելով այս ամենին, կրծքում մի ծակոց էր զգում, որը չէր կարողանում անվանել։ Խանդ։ Նա խանդելու իրավունք չուներ։ Նա իրենը չէր։ Երբեք չէր լինի։ Մի ուրբաթ առավոտ ամեն ինչ նորից սկսեց փոխվել։ Նարինեն լվացքատանն էր, հագուստ էր տեսակավորում, երբ տիկին Լուսինեն հայտնվեց անհանգիստ արտահայտությամբ։ Նարինե, սիրելիս, պետք է քեզ մի բան խնդրեմ։ Թոռնիկս հիվանդ է, պետք է գնամ նրան տեսակցելու հիվանդանոցում։ Դեմ չես լինի, եթե այսօր դու պատասխանատու լինես տան համար։ Պարոն Գագիկը տնից է աշխատելու, տիկին Քրիստինեն էլ գրասենյակում կլինի։ Իհարկե, տիկին Լուսինե։ Հանգիստ գնացեք, պատասխանեց Նարինեն, թաքցնելով իր անհանգստությունը։ Շնորհակալ եմ, աղջիկս։ Եթե ինչ-որ բան լինի, զանգիր ինձ։ Երբ տիկին Լուսինեն գնաց, Նարինեն զգաց պատասխանատվության ծանրությունը։ Տանը մենակ մնալ Գագիկի Քրիստինեի հետ վերջին բանն էր, որ նա ուզում էր։ Բայց ընտրություն չուներ։ Խորը շունչ քաշեց, վերադարձավ աշխատանքին։ Կեսօրին մոտ Քրիստինեն իջավ աստիճաններով զայրացած արտահայտությամբ։ Նարինե, պետք է դուրս գամ մի քանի գործեր կարգավորելու։ Երկար չի դի։ Եթե Գագիկին ինչ-որ բան պետք լինի, դու կկարգավորես, ասաց նա, վերցնելով իր բրենթային պայուսակը։ Իհարկե, պատասխանեց Նարինեն, թեթացած տեսնելով կնոջ հեռանալը։ Բայց թեթությունը կարճ տեց։ Քրիստինեի հեռանալուց րոպեներ անց Գագիկը հայտնվեց խոհանոցում։
Նարինեն սուրճ էր պատրաստում, մեջքով դեպի դուռը, չլսեց նրա մտնելը։ Երբ շրջվեց, քիչ մնաց բաժակը գցեր, տեսնելով նրան այնտեղ կանգնած, իրեն նայելիս։ Գագիկ, դուք ինձ վախեցրիք։ Ներողություն, մտադրություն չունեի, ասաց նա, բայց տեղից չշարժվեց։ Քրիստինեն գնաս։ Գնաց։ Ասաց, որ գործեր ունի կարգավորելու։ Նա գլխով արեց, դեռ նայելով նրան։ Նարինեն փորձեց վերադառնալ իր գործին, բայց իրեն անհարմար էր զգում նրա լարված հայացքի տակ։ Նարինե, կարող ենք խոսել։ Ինչի՞ մասին, հարցրեց նա, առանց նրան նայելու։ Մեր մասին։ Մենք գոյություն չունի, Գագիկ, արագ ասաց նա, վերցնելով սուրճով սկուտեղը։ Դու գիտես, որ կա։ Չի կարող լինել։ Դուք դա գիտեք։ Գագիկը հոգոց հանեց մի քանի քայլ արեց դեպի նա։ Ինչու ես ինձնից փախչում։ Ես չեմ փախչում։ Ես իրատես եմ։ Իրատես, կրկնեց նա, ձայնի մեջ հեգնանքի նոտայով։ Եվ ի՞նչն է իրատեսական նրանում, որ ժխտում ենք այն, ինչ զգում ենք։ Նարինեն վերջապես նայեց նրան, աչքերը փայլում էին զսպված հուզմունքից։ Իրատեսական այն է, որ հիշեմ, որ ես ձեր սպասուհին եմ, Գագիկ։ Որ ես աղքատ թաղամասից եմ, որ մայրս հիվանդ է, որ ես այս աշխատանքի կարիքն ունեմ գոյատելու համար։ Իրատեսական այն է, որ իմանամ, որ եթե մեր միջ ինչ-որ բան տեղի ունենա, ինձ կդատեն, կնվաստացնեն, վերջում ես կլինեմ նա, ով կկորցնի ամեն ինչ։ Դու ոչինչ չես կորցնի, ասաց նա վստահորեն։ Ես թույլ չէի տա, որ դա տեղի ունենա։ Դուք չեք կարող դա խոստանալ։ Դուք չեք վերահսկում, թե մարդիկ ինչ են մտածում, ինչ են ասում, ինչ են անում։ Գուցե ոչ։ Բայց կարող եմ խոստանալ, որ քո կողքին կլինեմ, ինչ էլ որ պատահի։ Ինչու՞, հարցրեց նա, ձայնը մի փոքր կոտրվելով։ Ինչու ես։ Դուք կարող եք ունենալ ցանկացած կին։ Կանայք, ինչպիսին Քրիստինեն է, որոնք ձեր աշխարհից են, որոնք գիտեն ինչպես վարվել, ինչ ասել, ինչպես իրենց պահել։ Գագիկս մի քայլ արեց, այժմ շատ մոտ նրան։ Որովհետև այդ կանայք ինձ ոչինչ չեն ստիպում զգալ, Նարինե։ Որովհետև երբ ես քեզ եմ նայում, տեսնում եմ մեկին, ով իրական է, մեկին, ով անկեղծ է։ Որովհետև դու ինձ ստիպում ես ցանկանալ ավելի լավ մարդ լինել։ Բառերը նրան հարվածեցին ինչպես բռունցքի հարված ստամոքսին։ Նարինեն զգաց, որ արցունքները սպառնում են թափվել, բայց զսպեց դրանք։ Չէր կարող դա անել։ Չէր կարող տրվել այս երակայությանը։ Ես պետք է աշխատեմ, ասաց նա, շրջանցելով նրան արագ դուրս գալով խոհանոցից։ Գագիկը նրա հետից չգնաց, բայց մնաց այնտեղ կանգնած, բռունցքները սեղմած մարմնի կողքերին։ Նա սովոր էր ստանալ այն, ինչ ուզում էր, վերահսկել իրավիճակները։ Բայց Նարինեն տարբեր էր։ Նա նրան մարտահրավեր էր նետում, հիասթափեցնում, ստիպում զգալ բաներ, որոնք նա տարիներով չէր զգացել։ Եվ նա վճռական էր տրամադրված չհանձնվել։ Այդ երեկո, երբ Նարինեն տուն հասավ, գտավ մորը նստած խոհանոցի սեղանի մոտ, անհանգիստ արտահայտությամբ թերթելիս մի քանի հաշիվներ։ Ինչ է պատահել, մամ։ Տիկին Հեղինեն հոգոց հանեց։ Ոչ մի առանձնահատուկ բան, աղջիկս։ Ուղղակի անհանգստանում եմ այս հաշիվների համար։ Նարինեն նստեց նրա կողքին, վերցրեց թղթերը։ Տուր տեսնեմ։ Մի բան կմտածենք։ Նրանք ժամերով նստեցին այնտեղ, հաշվարկելով, կազմակերպելով, փորձելով փողը հնարավորինս ձգել։ Ամեն ամիս այդպես էր։ Ֆինանսական աճպարարություն, որը Նարինեին հյուծում էր։ Երբ վերջապես պառկեց, արդեն կեսգիշերն անց էր։ Վերցրեց հեռախոսը, տեսավ Անիից հաղորդագրություն։ Ինչպես են գործերը գեղեցկատեսի հետ։ Նարինեն հոգոց հանեց, գրեց. Բարդ։ Նա ասաց, որ ես իրեն դուր եմ գալիս։ Ես ասացի, որ դա չի կարող պատահել։ Պատասխանն արագ եկավ։ Իսկ դու ուզում ես, որ պատահի։ Նարինեն երկար նայեց հարցին, նախքան պատասխանելը։ Այո։ Բայց վախենում եմ։ Ինչից ես վախենում։ Վիրավորվելուց։ Ամեն ինչ կորցնելուց։ Բավարար չլինելուց։ Նար, դու ավելին ես, քան բավարար։ Միշտ եղել ես։ Թույլ մի տուր, որ վախը քեզ խանգարի երջանիկ լինել։ Նարինեն չպատասխանեց։ Պարզապես դրեց հեռախոսը, փորձեց քնել, բայց քունը երկար չեկավ։
Միտքը անընդհատ վերադառնում էր Գագիկին, նրա խոսքերին, այն ձին, որով նա նայում էր։ Հաջորդ երկուշաբթի Նարինեն հասավ առանձնատուն, նկատեց, որ ինչ-որ բան այլ է։ Քրիստինեն այնտեղ չէր։ Տիկին Լուսինեն, որն արդեն վերադարձել էր, բացատրեց խորհրդավոր ժպիտով. Տիկին Քրիստինեն այլս այստեղ չի աշխատում։ Պարոն Գագիկը նրան ազատեց ուրբաթ օրը։ Նարինեն զգաց, որ սիրտը սկսեց արագ բաբախել։ Ազատեց։ Ինչով։ Ինչ-որ բան պրոֆեսիոնալ անհամատեղելիության մասին։ Բայց մեր մեջ ասած տիկին Լուսինեն մոտեցավ, ձայնը ցածրացնելով, կարծում եմ, նա չափազանց շատ էր փորձում գրավել նրա ուշադրությունը։ Եվ պարոն Գագիկն այն տղամարդկանցից չէ, որ հանդուրժի այդպիսի բաներ։ Նարինեն չիմացավ ինչպես զգալ։ Մի կողմից թեթացած էր, որ այլս ստիպված չի լինի հանդուրժել Քրիստինեի սադրանքները։ Մյուս կողմից վախեցած էր, թե դա ինչ կարող է նշանակել։ Այդ օրվա վերջում Գագիկը նորից մոտեցավ նրան։ Նարինեն մաքրող միջոցները դասավորում էր պահեստում, երբ նա հայտնվեց։ Նարինե, պետք է քեզ մի բան խնդրեմ։ Նա զգուշորեն շրջվեց։ Ինչ։ Ընտրիր ինձ հետ։ Ինչ, նա լայն բացեց աչքերը։ Ընտրիր ինձ հետ։ Այսօր երեկոյան։ Ոչ թե այստեղ։ Ռեստորանում։ Ինչպես երկու նորմալ մարդ։ Գագիկ, ես ընդամենը մեկ ընթրիք, Նարինե։ Իրականում խոսելու հնարավորություն, առանց տնօրենների կամ սպասուհիների, առանց առանձնատների կամ համեստ տների։ Միայն մենք երկուսս։ Նա երկար նայեց նրան, տեսնելով անկեղծությունը նրա աչքերում։ Եվ, հակառակ իր ողջամտությանը, հակառակ իր բոլոր վախերին, գլխով արեց։ Լավ։ Մեկ ընթրիք։ Ժպիտը, որը լուսավորեց Գագիկի դեմքը, անկեղծ էր, գրեթե մանկական։ Ժամը 8-ին կգամ քո հետից։ Ոչ, արագ ասաց Նարինեն։ Ինձ հասցեն տվեք։ Ես ինքս կգամ։ Նա կարծես ուզում էր վիճել, բայց համաձայնեց։ Լավ։ Երբ Նարինեն այդ երեկո տուն հասավ, ուղիղ գնաց դեպի զգեստապահարան։ Նա շատ հագուստ չուներ, ոչ մեկը հարմար չէր թվում Գագիկի հետ ընթրիքի համար։ Վերցրեց հեռախոսը, հուսահատ զանգահարեց Անիին։ Անի, քո օգնության կարիքն ունեմ։ Այսօր երեկոյան ժամադրություն ունեմ։ Ժամադրություն։ Ում հետ։ Գագիկի։ Հեռախոսի մյուս կողմից Անին բացականչեց հուզմունքից։ Ես գիտեի։ Գիտեի, որ դա տեղի կունենա։ Բայց հանգիստ, ինչ ես հագնելու։ Գաղափար չունեմ։ Ոչ մի հարմար բան չունեմ։ 20 րոպեից այնտեղ կլինեմ։ Իմ զգեստներից մի քանիսը կբերեմ։ Եվ այդպես էլ եղավ։ Անին հայտնվեց հագուստով լի պայուսակով, նրանք հաջորդ ժամն անցկացրին տարբեր հագուստներ փորձելով։ Վերջում Նարինեն ընտրեց մի պարզ մուգ կապույտ զգեստ, որն ընդգծում էր նրա կազմվածքը, առանց չափազանցության։ Անին օգնեց դիմահարդարման հարցում, ամեն ինչ պահելով մեղմ ու բնական։ Դու գեղեցիկ ես, Նար, ասաց Անին հպարտությամբ։ Նա քեզնից աչքը չի կտրի։ Այնքան եմ նյարդայնանում, որ կարծում եմ կվատանամ, խոստովանեց Նարինեն։ Դա նորմալ է։ Առաջին ժամադրությունը միշտ այդպես է անում մեզ հետ։ Բայց ամեն ինչ լավ կլինի, կտեսնես։ Երբ տաքսին կանգնեց ռեստորանի դիմաց, որը Գագիկը նշել էր, Նարինեն քիչ մնաց խնդրեր վարորդին վերադառնալ։ Տեղը էլեգանտ էր, լուսավորված ճակատով դռան մոտ կայանապահով։ Նա իրեն լիովին օտար զգաց։ Բայց նախքան նահանջելը, տեսավ Գագիկին։ Նա կանգնած էր մուտքի մոտ, հագին մուգ ջինսե տաբած սպիտակ վերնաշապիկ, թքերը ծալած։ Ավելի հասարակ, քան նա տեսնում էր առանձնատանը, բայց մինույն է, շլացուցիչ։ Երբ նրանց հայացքները հանդիպեցին, նա ժպտաց, Նարինեն զգաց, որ ոտքերը թուլացան։ Դու գեղեցիկ ես, առաջին բանն էր, որ նա ասաց, երբ նա մոտեցավ։ Շնորհակալ եմ, մրմնջաց նա, զգալով, որ դեմքը տաքանում է։ Դուք էլ եք լավ տեսք ունեք։ Նա մեղմ ծիծաղեց, առաջարկեց իր թ. Գնանք։ Ռեստորանը հարմարավետ էր, մեղմ լուսավորությամբ, զուսպ ֆոնային երաժշտությամբ։ Գագիկը ամրագրել էր ավելի առանձնացված սեղան, հանգիստ անկյունում։ Երբ նստեցին, Նարինեն հիացմունքով շուրջը նայեց։ Այս տեղը գեղեցիկ է։ Մտածեցի, որ քեզ դուր կգա։ Իմ սիրելիներիցը։
Շատ պաշտոնական չէ, բայց ուտելիքը հիանալի է։ Զրույցը սկսվեց տատանվելով, բայց աստիճանաբար դարձավ ավելի բնական։ Գագիկը հարցրեց նրա ընտանիքի, մանկության երազանքների մասին։ Նարինեն, սկզբում զուսպ, աստիճանաբար բացվեց։ Պատմեց առանց հոր մեծանալու մոր հետ մտերիմ հարաբերությունների, իրենց դիմագրաված դժվարությունների մասին։ Իսկ քո երազանքները, հարցրեց Գագիկը, աչքերը հառած նրան։ Ինչ էիր երազում դառնալ, երբ երեխա էիր։ Նարինեն ժպտաց, մի փոքր ամաչելով։ Ես ուզում էի ուսուցչուհի դառնալ։ Միշտ սիրել եմ երեխաներին սովորեցնելը։ Բայց կյանքն այլ ծրագրեր ուներ։ Երբեք ուշ չէ վերադառնալ քո երազանքներին։ Գուցե։ Բայց հիմա իմ առաջնահերթությունը մորս խնամելն է։ Գագիկը գլխով արեց, հիացմունքն ակնհայտ էր նրա դեմքին։ Դու անհավանական ես, Նարինե։ Այն ձև, որով խնամում ես մորդ, ինչպես քրտնաջան աշխատում ես, ինչպես գլուխդ բարձր ես պահում, չնայած ամեն ինչին։ Դա հիացմունքի է արժանի։ Պարզապես անում եմ այն, ինչ պետք է անեմ։ Ոչ բոլորը կանեին։ Հավատա ինձ։ Հետո Գագիկը սկսեց խոսել իր մասին։ Պատմեց ընկերության ժառանգորդ լինելու ճնշման տակ մեծանալու, մորը երիտասարդ տարիքում կորցնելու, հոր հետ հեռավոր հարաբերությունների մասին։ Հայրս միշտ շատ կենտրոնացած է եղել բիզնեսի վրա, ասաց նա, տխրության ստվերն անցնելով նրա դեմքով։ Նա ինձ մեծացրել է որպես իր հաջորդի, ոչ թե որդու։ Ես վաղ եմ սովորել, որ թուլություն ցուցաբերելը տարբերակ չէ։ Պետք է որ միայնակ լիներ, մեղմ ասաց Նարինեն։ Այո։ Շատ։ Կարծում եմ, դրա համար եմ միշտ մարդկանց հեռու պահել։ Երբեք թույլ չեմ տվել, որ որևէ մեկը շատ մոտենա։ Իսկ հիմա։ Նա ուղիղ նայեց նրա աչքերին։ Հիմա հանդիպել եմ մեկին, ով իմ բոլոր պաշտպանական պատերը փլուզում է։ Մեկին, ով ինձ ստիպում է ցանկանալ, որ մարդիկ մոտենան։ Նարինեի սիրտը արագացավ։ Նա գիտեր, որ նա իր մասին է խոսում։ Եվ նրա աչքերի լարվածությունը ստիպում էր նրան հավատալ, որ սա կարող է ստացվել։ Երեկոն արագ անցավ։ Նրանք խոսեցին ամեն ինչի մասին, միասին ծիծաղեցին, պատմություններով կիսվեցին։ Երբ ժամացույցը ցույց տվեց գրեթե կեսգիշեր, Նարինեն հասկացավ, որ պետք է գնա։ Մայրս պետք է որ անհանգստացած լինի, ասաց նա դժկամությամբ։ Գագիկը հաշիվը խնդրեց պնդեց, որ նրան տուն ուղեկցի։ Այս անգամ նա չվիճեց։ Մեքենայում զրույցը շարունակվեց բնականոն հոսքով։ Երբ հասան Շենգավիթ, Նարինեն մի փոքր անհարմար զգաց։ Այստեղ է, ասաց նա, մատնացույց անելով փոքրիկ ու հասարակ տունը։ Գագիկը կայանեց անջատեց շարժիչը։ Նարինե, կարող եմ քեզ մի հարց տալ։ Իհարկե։ Դու երջանիկ ես այսօր երեկոյան։ Այստեղ, ինձ հետ։ Նա տատանվեց ընդամենը մեկ վայրկյան, նախքան պատասխանելը։ Այո։ Ավելի երջանիկ, քան եղել եմ երկար ժամանակ։ Ապա դադարիր պայքարել դրա դեմ։ Մեր դեմ։ Գագիկ, դեռ այնքան շատ բաներ կան, գիտեմ։ Բայց մենք կարող ենք միասին պարզել։ Քայլ առ քայլ։ Նարինեն նայեց նրան, տեսնելով անկեղծությունը, վճռականությունը, բայց նախոցելիությունը նրա աչքերում։ Եվ այդ պահին որոշում կայացրեց։ Հոգնել էր վախենալուց։ Հոգնել էր փախչելուց նրանից, ինչ զգում էր։ Լավ, շշնջաց նա։ Քայլ առ քայլ։ Ժպիտը, որը լուսավորեց Գագիկի դեմքը, ամենագեղեցիկ բանն էր, որ նա երբե տեսել էր։ Նա վերցրեց նրա ձեռքը, միահյուսելով իրենց մատները, նրանք այդպես մնացին մի քանի րոպե, պարզապես զգալով իրենց միջ կապը։ Երբ Նարինեն վերջապես տուն մտավ, գտավ մորը դեռ արթուն, սպասելիս հյուրասենյակում։ Ուշ եկար, աղջիկս։ Ինչ-որ բան է պատահել։ Նարինեն նստեց մոր կողքին, դեմքին ակամա ժպիտ։ Ես ընթրիքի էի, մամ։ Մի յուրահատուկ մարդու հետ։ Տիկին Հեղինեն ուսումնասիրեց դստեր դեմքը, տեսնելով փայլը նրա աչքերում։ Նա է, այնպես չէ։ Այդ քո տնօրենը, որի մասին անընդհատ խոսում ես։ Նարինեն լայն բացեց աչքերը։ Ինչպես ես քո մայրն եմ, սիրելիս։ Ես քեզ ավելի լավ եմ ճանաչում, քան որևէ մեկը։ Շաբաթներ առաջ նկատել էի, որ ինչ-որ բան այլ է։ Եվ դուք բարկացած չեք։
Ինչո՞ւ պետք է բարկանամ, տիկին Հեղինեն վերցրեց դստեր ձեռքը։ Նարինե, դու ամբողջ կյանքդ ինձ ես խնամել, զոհաբերելով քո երազանքները, քո երջանկությունը։ Եթե այդ տղամարդը քեզ երջանիկ է դարձնում, ապա ես հավանություն եմ տալիս։ Արցունքները հոսեցին Նարինեի դեմքով։ Բայց մամ, նա հարուստ է։ Ես նրա սպասուհին եմ։ Մարդիկ կխոսեն, թող խոսեն։ Կարևորն այն է, թե դու ինչ ես զգում։ Եվ քո աչքերի փայլից դատելով, դու սիրահարված ես։ Նարինեն գլխով արեց, անկարող ժխտել։ Այո։ Եվ սարսափած եմ։ Սերը միշտ վախեցնում է, աղջիկս։ Բայց դա նա ամենագեղեցիկ բանն է, որ մենք կարող ենք զգալ։ Մի վատնիր դա, վախենալով, թե ուրիշներն ինչ կմտածեն։ Այդ խոսակցությունը մոր հետ Նարինեին տվեց այն քաջությունը, որի կարիքն ուներ։ Հաջորդ օրերին նա Գագիկը սկսեցին ավելի հաճախ տեսնվել։ Զուսպ ընթրիքներ, երկար զրույցներ առանձնատան այգում աշխատանքից հետո, օրվա ընթացքում փոխանակվող հաղորդագրություններ։ Դա նոր էր, հուզիչ մի նույն ժամանակ վախեցնող։ Բայց ոչ ամեն ինչ էր կատարյալ։ Նարինեն դեռ ուներ իր անվստահության պահերը։ Հայտնվում էր իրավիճակներում, որտեղ զգում էր, որ չի պատկանում։ Երբ Գագիկը նրան հրավիրեց ուղեկցել իրեն ընկերության միջոցառմանը, նա հրաժարվեց, վախենալով, որ չի իմանա ինչպես իրեն պահել։ Նարինե, դու պետք չէ ոչ ոքի ոչինչ ապացուցես, ասաց նա, երբ նա բացատրեց իր պատճառները։ Ես քեզ իմ կողքին եմ ուզում, որովհետև դու ես։ Ոչ թե որովհետև գիտես ձկան պատարագաղ օգտագործել կամ մակերեսային զրույցներ վարել բորսայի բաժնետոմսերի մասին։ Բայց ես քեզ կամաչեցնեմ։ Դու երբեք չէիր կարող ինձ ամաչեցնել։ Դա անհնար է։ Չնայած նրա խոսքերին, Նարինեն դեռ պայքարում էր իր անվստահության հետ։ Դժվար էր քանդել տարիների զգացումը, որ բավականաչափ լավը չէ։ Մի հինգշաբթի օր Գագիկը շուտ եկավ տուն մի առաջարկով, որը Նարինեին անակնկալի բերեց։ Ուզում եմ, որ ծանոթանաս հորս հետ։ Նա հյուրասենյակն էր մաքրում, քիչ մնաց գցեր ծաղկամանը, որը ձեռքին էր։ Ինչ։ Հորս։ Ուզում եմ, որ նրան ծանոթանաս։ Վաղը երեկոյան նա այստեղ ընթրիքի է գալու։ Գագիկ, ես չգիտեմ, թե գիտեմ, որ վախենալու է։ Բայց դա ինձ համար կարևոր է։ Ուզում եմ, որ իմ կյանքի ամենակարևոր մարդիկ ճանաչեն միմյանց։ Իսկ եթե ես նրան դուր չգամ։ Դուր կգաս։ Ինչպես կարող ես դուր չգալ։ Նարինեն ամբողջ գիշեր չքնեց, նյարդայնացած հանդիպումից։ Տիկին Լուսինեն, որն արդեն գիտեր նրանց հարաբերությունների մասին, փորձեց հանգստացնել նրան։ Պարոն Ավագը լուրջ մարդ է, բայց արդար, ասաց նա։ Ինքդ քեզ նման եղիր, ամեն ինչ լավ կլինի։ Հաջորդ երեկո Նարինեն խոհանոցում էր, օգնելով ընթրիքի նախապատրաստություններին, երբ լսեց դռան զանգը։ Սիրտը սկսեց արագ բաբախել։ Գագիկը գնաց դուռը բացելու, րոպեներ անց մտավ հյուրասենյակ, ուղեկցությամբ մի բարձրահասակ, ալեհեր մազերով վեհ կեցվածքով տղամարդու։ Հայր, սա Նարինեն է, ասաց Գագիկը, նրան մոտ կանչելով։ Նարինե, հայրս, Ավագ Ալեքսանյանը։ Նարինեն մեկնեց ձեռքը, թեթակի դողալով։ Շատ հաճելի է, պարոն Ալեքսանյան։ Ավագը երկար ուսումնասիրեց նրան, նախքան ձեռքը սեղմելը։ Ինձ համար էլ։ Գագիկը շատ է խոսում քո մասին։ Ընթրիքը լարված սկսվեց։ Նարինեն հազիվ էր կարողանում ուտել, անհանգստանալով լավ տպավորություն թողնելու համար։ Ավագը հարցեր էր տալիս նրա ընտանիքի, կյանքի, ծրագրերի մասին։ Նա անկեղծորեն պատասխանում էր, չփորձելով թաքցնել իր համեստ ծագումը։ Հենց այն ժամանակ, երբ խոսեց իր մոր այն զոհողությունների մասին, որ նա արել էր իրեն միայնակ մեծացնելու համար, այն հիվանդության մասին, որն այժմ նրան թուլացնում էր, ինչ-որ բան փոխվեց Ավագի հայացքում։ Նա մի պահ լռեց, երբ նորից սկսեց խոսել, ձայնն ավելի մեղմ էր։ Կինս, Գագիկի մայրը, նույնպես հասարակ ընտանիքից էր։ Շատերն ինձ խորհուրդ էին տալիս չամուսնանալ։ Ասում էին, որ չի ստացվի, որ մենք տարբեր աշխարհներից ենք։ Բայց դրանք իմ կյանքի լավագույն տարիներն էին։ Նա ինձ սովորեցրեց, որ հարստությունը փողով չի չափվում, այլ բնավորությամբ։ Նարինեն զգաց, որ աչքերը լցվում են։ Շնորհակալ եմ, պարոն։ Գագիկը սեղանի տակից վերցրեց նրա ձեռքը, հանգստացնող սեղմելով։ Ընթրիքից հետո, երբ հյուրասենյակում սուրճ էին խմում, Ավագը Գագիկին մի կողմ կանչեց։
Նարինեն ձացրեց, թե զբաղված է, բայց կարողացավ լսել խոսակցության որոշ հատվածներ։ Այս աղջիկը տարբերվում է մյուսներից, ասաց ավագը։ Նա խորություն ունի, սիրտ ունի։ Եթե խելացի ես, բաց չես թողնի նրան։ Մտադրություն չունեմ, հայր։ Նա իմ կյանքի գինն է։ Երբ ավագը գնում էր, ջերմորեն գրկեց Նարինեին։ Բարի գալուստ ընտանիք, սիրելիս։ Նրա հեռանալուց հետո Գագիկը Նարինեին գրկեց։ Տեսա՞ր։ Ես ասացի, որ ամեն ինչ լավ կլինի։ Հայրդ անհավանական է, ասաց նա, դեռ մարսելով ամեն ինչ։ Մտածում էի, որ նա ինձ կդատի։ Հայրս շատ բաներ է, բայց մարդկանց չի դատում նրանով, թե ինչ ունեն կամ որտեղից են։ Նա դատում է բնավորությամբ։ Իսկ քոնը, Նարինե, անթերի է։ Հաջորդ օրերին Նարինեն զգաց, որ վերջապես սկսում է հավատալ, որ սա կարող է ստացվել։ Գագիկը նրան ծանոթացրեց իր ամենամոտ ընկերների հետ, բոլորը նրան լավ ընդունեցին։ Նա նրան ծանոթացրեց Անիին, որը լիովին հավանություն տվեց։ Բայց դեռ կար մի քայլ, որը նրան սարսափեցնում էր։ Ամուսնությունը։ Երբ Գագիկն առաջին անգամ նշեց դրա մասին, նա խուճապի մատնվեց։ Մի առոտ շաբաթ օր Գագիկը Նարինեին տարավ զբոսանքի այգի։ Նրանք քայլում էին ձեռք-ձեռքի տված, դիտելով շուրջ բոլորը գտնվող ընտանիքներին, վազվզող ու ծիծաղող երեխաներին, խոտերի վրա նստած զույգերին։ Այդ պահին մի խաղաղություն կար, որը Նարինեն երբեք նախկինում չէր զգացել։ Նրանք նստեցին մի սաղարթախիտ ծառի ստվերում գտնվող նստարանին։ Գագիկը նրան ավելի մոտ քաշեց, Նարինեն գլուխը դրեց նրա ուսին։ Նրանք այդպես մնացին մի քանի րոպե, պարզապես վայելելով միմյանց ընկերակցությունը։ Նարինե, մեղմորեն ասաց Գագիկը, խախտելով լռությունը։ Ես քեզ սիրում եմ։ Նա կտրուկ բարձրացրեց գլուխը, աչքերը լայն բացված։ Ինչ։ Ես քեզ սիրում եմ, կրկնեց նա, նրա դեմքը վերցնելով իր ձեռքերի մեջ։ Գիտեմ, որ կարող է արագ թվալ, բայց այլս չեմ կարող սա իմ մեջ պահել։ Ես լիովին սիրահարված եմ քեզ։ Արցունքները սկսեցին հոսել Նարինեի դեմքով։ Գագիկ, դու պարտավոր չես պատասխանել, եթե պատրաստ չես, արագ ասաց նա։ Պարզապես պետք էր, որ դու իմանայիր։ Բայց ես պատրաստ եմ, ասաց նա, ձայնը խեղդվելով։ Ես էլ եմ քեզ սիրում։ Այնքան, որ վախենում եմ։ Նա համբուրեց նրան հենց այնտեղ, այգու մեջտեղում, արի շողերի տակ, մինչ աշխարհը շարունակում էր իր ընթացքը նրանց շուրջը։ Դա քաղցր համբույր էր, լի խոստումներով ու հույսերով։ Երբ բաժանվեցին, երկուսն էլ ժպտում էին։ Ամուսնացիր ինձ հետ, հանկարծ ասաց Գագիկը։ Նարինեն զգաց, որ աշխարհը կանգ առավ։ Ինչ։ Ամուսնացիր ինձ հետ, Նարինե։ Ես ուզում եմ իմ կյանքի մնացած մասն անցկացնել քեզ հետ։ Խուճապը սկսեց բարձրանալ նրա կրծքում։ Գագիկ, մենք հազիվ 2 ամիս է, ինչ միասին ենք, եւ ես արդեն գիտեմ, որ դու իմ կյանքի գինն ես։ Ինձ ավելի շատ ժամանակ պետք չէ դրանում համոզվելու համար։ Բայց… Իսկ եթե չստացվի։ Իսկ եթե դու հասկանաս, որ ես սխալ եմ։ Որ ես քո աշխարհին չեմ պատկանում։ Դու իմ աշխարհն ես, վստահորեն ասաց նա։ Եվ երբեք սխալ չես լինի։ Նարինեն վեր կացավ նստարանից, սկսելով այս ու այն կողմ քայլել։ Միտքը խառնաշփոթի մեջ էր։ Նա սիրում էր Գագիկին, դրանում վստահ էր։ Բայց ամուսնություն… Դա ամեն ինչ այնքան իրական, այնքան վերջնական էր դարձնում։ Եվ այնքան վախեցնող։ Ինձ ժամանակ է պետք, վերջապես ասաց նա։ Մտածելու համար։ Գագիկը գլխով արեց, փորձելով թաքցնել հիասթափությունը։ Լավ։ Առանց ճնշման։ Բայց Նարինեն տեսնում էր, որ նրան վիրավորել է։ Եվ դա նրան ստիպեց իրեն էլ ավելի վատ զգալ։ Հաջորդ օրերին Նարինեն հեռու էր։ Գալիս էր աշխատանքի, մեխանիկորեն կատարում իր գործերը խուսափում Գագիկի հետ մենակ մնալուց։ Նա հարգում էր նրա տարածքը, բայց նա տեսնում էր անհանգստությունը նրա աչքերում։ Վերջապես տիկին Հեղինեն նրա հետ խոսեց։ Նարինեն նստած էր տան խոհանոցում, անփույթ խառնելով սուրճը, երբ մայրը աթոռ քաշեց նստեց նրա կողքին։ Ի՞նչն է քեզ անհանգստացնում, աղջիկս։ Նարինեն հոգոց հանեց։ Նա ինձ ամուսնության առաջարկ արեց։ Եվ դա վատ է։ Չգիտեմ, մամ։
Ես նրան սիրում եմ, բայց իսկ եթե ես չկարողանամ լինել այն կինը, որի կարիքը նա ունի։ Իսկ եթե չիմանամ ինչպես վարվել նրա հասարակության մեջ։ Իսկ եթե մարդիկ ինձ նայեն ու տեսնեն միայն սպասուհուն, որը գրավել է տնօրենին։ Տիկին Հեղինեն վերցրեց դստեր ձեռքը։ Նարինե, նայիր ինձ։ Դու ամբողջ կյանքդ ուժեղ ես եղել, քաջ, դիմակայել ես այն ամենին, ինչ կյանքը քեզ տվել է։ Եվ հիմա, երբ վերջապես երջանիկ լինելու հնարավորություն ունես, թույլ ես տալու, որ վախը քեզ խանգարի։ Բայց սա տարբեր է, մամ։ Սա ընդմիշտ է։ Ճիշտ այդպես։ Դա ընդմիշտ է։ Այն տղամարդու հետ, ում դու սիրում ես, ով քեզ է սիրում։ Քանի մարդ ունի այդ բախտը։ Բայց ես նրա համար բավականաչափ լավը չեմ։ Տիկին Հեղինեն լրջացավ։ Այլս երբեք չեմ ուզում լսել, որ դու դա ասես։ Դու ավելին ես, քան բավականաչափ լավը։ Դու խելացի ես, աշխատասեր, մաքուր սրտով։ Ցանկացած տղամարդ բախտավոր կլիներ քեզ ունենալու համար։ Եվ եթե այդ Գագիկը դա չի տեսնում, ուրեմն քեզ արժանի չէ։ Բայց նա տեսնում է, մամ։ Նա միշտ ինձ ստիպում է յուրահատուկ, կարոր զգալ։ Ես եմ, որ չեմ կարողանում հավատալ։ Ապա պետք է սովորես։ Որովհետև, աղջիկս, կյանքը չափազանց կարճ է վախի վրա ժամանակ վատնելու համար։ Եթե դու սիրում ես այդ տղամարդուն, եթե նա քեզ երջանիկ է դարձնում, ապա բռնիր այդ երջանկությունը երկու ձեռքով բաց մի թող։ Այդ խոսակցությունը ինչ-որ բան փոխեց Նարինեի մեջ։ Նա ամբողջ գիշեր մտածում էր մոր խոսքերի մասին։ Եվ հասկացավ, որ նա ճիշտ է։ Նա թույլ էր տալիս, որ վախը թելադրի իր կյանքը։ Նա ինքն իրեն խանգարում էր, որովհետև չէր կարողանում հավատալ, որ արժանի է երջանիկ լինելու։ Հաջորդ օրը նա առանձնատուն հասավ, վճռականորեն տրամադրված խոսելու Գագիկի հետ։ Բայց տունը իրարանցման մեջ գտավ։ Տիկին Լուսինեն այս ու այն կողմ էր վազում, նախապատրաստություններ էին արվում։ Ինչ է կատարվում, հարցրեց Նարինեն։ Պարոն Գագիկն այսօր երեկոյան խնջույք է կազմակերպում։ Հրավիրել է բազմաթիվ գործարարների ընկերների։ Մոտ 50 հոգի պետք է լինի։ Նարինեն զգաց, որ ստամոքսը սեղմվեց։ Խնջույք։ Նրա աշխարհի մարդկանց հետ։ Մարդիկ, որոնք իրեն կդատեին։ Ամբողջ օրը նա օգնում էր նախապատրաստություններին, բայց սիրտը ծանր էր։ Գագիկը մի քանի անգամ հայտնվեց, փորձելով խոսել, բայց նա խուսափում էր, միշտ աշխատանքի մասին ինչ-որ պատրվակով։ Երեկոյան, երբ հյուրերը սկսեցին գալ, Նարինեն խոհանոցում էր։ Կարող էր լսել երաժշտությունը, ծիծաղը, խոսակցությունների բզզոցը։ Իրեն լիովին օտար էր զգում։ Հենց այդ ժամանակ Գագիկը մտավ խոհանոց։ Նա անթերի տեսք ուներ մուգ կոստյումով, բայց աչքերը լուրջ էին։ Նարինե, պետք է քեզ հետ խոսեմ։ Գագիկ, ես աշխատում եմ, ոչ, ընդհատեց նա։ Դու չես աշխատում։ Դու թաքնվում ես։ Նա նայեց նրան, զարմացած նրա վստահ տոնից։ Այն օրվանից, երբ քեզ ամուսնության առաջարկ արեցի, դու ինձնից փախչում ես, շարունակեց նա։ Խուսափում ես ինձ հետ մենակ մնալուց, պատրվակներ ես ստեղծում։ Եթե մեր մասին միտքդ փոխել ես, եթե որոշել ես, որ սա չես ուզում, ապա ասա ինձ։ Բայց ինձ այս անորոշության մեջ մի թող։ Նրա խոսքերը նրան հարվածեցին ինչպես ապտակ։ Նա տեսավ ցավը նրա աչքերում, այն խոցելիությունը, որը նա հազվադեպ էր ցույց տալիս։ Ես միտքս չեմ փոխել, մեղմ ասաց նա։ Ես քեզ սիրում եմ։ Ապա ինչու ես հեռանում։ Որովհետև վախենում եմ, պայթեց Նարինեն։ Վախենում եմ բավարար չլինելուց, քեզ հիասթափեցնելուց, մի օր արթնանալուց հասկանալուց, որ հսկայական սխալ եմ գործել։ Դու կարծում ես, որ ես չեմ վախենում, Գագիկը մի քայլ արեց դեպի նա։ Դու կարծում ես, որ ինձ չի սարսափեցնում քեզ կորցնելու գաղափարը։ Այն տղամարդը չլինելու, որի կարիքը դու ունես։ Քեզ երջանիկ դարձնել չկարողանալու։ Նարինեն զարմացած նայեց նրան։ Դու վախենում ես։ Իհարկե։ Բայց տարբերությունն այն է, որ քեզ կորցնելու իմ վախն ավելի մեծ է, քան ցանկացած այլ վախ։ Եվ ես ընտրում եմ պայքարել մեր համար, նույնիսկ վախենալով։ Արցունքները սկսեցին հոսել Նարինեի դեմքով։ Ես էլ եմ ուզում պայքարել։ Բայց չգիտեմ ինչպես։ Գագիկը նրան քաշեց իր գիրկը, ամուր գրկելով։ Ապա միասին կպարզենք։
Օրեցօր։ Առանց շտապելու, առանց ճնշման։ Միայն ես դու։ Նրանք այդպես մնացին մի քանի րոպե, պարզապես իրար բռնած։ Մինչ Նարինեն թեթակի հեռացավ։ Այնտեղ խնջույք է ընթանում։ Գիտեմ։ Բայց ինձ դա չի հետաքրքրում։ Ինձ դու ես հետաքրքրում։ Գագիկ, ասաց նա, սրբելով արցունքները։ Ես շատ եմ մտածել այն մասին, ինչ դու ինձ խնդրեցիր։ Նա լարվեց, սպասելով։ Եվ իմ պատասխանը այո է։ Ինչ։ Այո։ Ես ուզում եմ քեզ հետ ամուսնանալ։ Ժպիտը, որը լուսավորեց Գագիկի դեմքը, շողշողուն էր։ Լուրջ։ Լուրջ։ Ես սարսափած եմ անվստահ, հավանաբար ճանապարհին խուճապի նոպաներ կունենամ։ Բայց ես քեզ սիրում եմ։ Եվ ուզում եմ քեզ հետ լինել։ Գագիկը նրան գրկեց, պտտվելով նրա հետ խոհանոցում։ Երբ նրան նորից իջեցրեց, խորը համբուրեց նրան, մի համբույր, լի ուրախությամբ ու խոստումներով։ Արի ինձ հետ, ասաց նա, վերցնելով նրա ձեռքը։ Որ։ Խնջույքին։ Ուզում եմ իմ հարսնացուին բոլորին ներկայացնել։ Գագիկ, ոչ։ Ես հարմար հագնված չեմ, դու կատարյալ ես, ընդհատեց նա։ Միշտ։ Եվ այդպես, ձեռք ձեռքի տված, նրանք մտան սրահ, որտեղ խնջույքն էր ընթանում։ Բոլոր խոսակցությունները դադարեցին, երբ Գագիկը Նարինեին տարավ սրահի կենտրոն։ Կարող եմ մի պահ բոլորիդ ուշադրությունը խնդրել, ասաց նա, ձայնը վստահ ու պարզ։ Ուզում եմ ձեզ ներկայացնել Նարինեին, այն կնոջը, որը հենց նոր ինձ դարձրեց աշխարհի ամենաերջանիկ տղամարդը, համաձայնելով ինձ հետ ամուսնանալ։ Մի պահ լռություն տիրեց։ Նարինեն զգաց բոլորի հայացքներն իր վրա, դատող, գնահատող։ Բայց հետո ավագ Ալեքսանյանը, որը հյուրերի մեջ էր, սկսեց ծափահարել։ Եվ մյուսները հետեցին։ Շուտով ամբողջ սրահը ծափահարում էր շնորհավորում զույգին։ Նարինեն շոկի մեջ էր։ Մարդիկ, որոնց նա նույնիսկ չէր ճանաչում, գալիս էին շնորհավորելու նրան, գրկելու, երջանկություն մաղթելու։ Եվ Գագիկը մի վայրկյան անգամ բաց չէր թողնում նրա ձեռքը, հպարտ ու պաշտպանող։ Ավելի ուշ այդ գիշեր, երբ վերջին հյուրերն արդեն գնացել էին, Նարինեն Գագիկը նստած էին պատշգամբում, դիտելով լուսնով լուսավորված այգին։ Շնորհակալ եմ, մեղմ ասաց Նարինեն։ Ինչի՞։ Համար։ Ինձնից չհրաժարվելու համար։ Մեր համար պայքարելու համար։ Նա համբուրեց նրա ճակատը։ Ես միշտ կպայքարեմ քեզ համար։ Միշտ։ Հաջորդ ամիսները պլանավորման ամիսներ էին։ Բայց Գագիկն ու Նարինեն որոշեցին, որ ուզում են ինչ-որ պարզ, մտերմիկ բան։ Ոչ մի մեծ շքեղություն կամ շռայլ խնջույքներ։ Միայն այն մարդիկ, որոնք իսկապես կարոր էին։ Արարողությունը նշանակվեց առանձնատան այգում, աշնանային մի երեկո։ Նարինեն պնդեց, որ իր զգեստի համար վճարի իր հավաքած գումարով, մի փոքր իր անկախությունը պահպանելուց։ Նա ընտրեց մի պարզ, բայց էլեգանտ բան, սպիտակ ժանյակից, որը նրան ստիպում էր իրեն գեղեցիկ զգալ, առանց ցուցադրական լինելու։ Հարսանիքի օրը Անին նրա հետ էր, օգնում էր հարդարվել։ Տիկին Հեղինեն, որը վերջին ամիսներին զգալիորեն լավացել էր նոր բուժումների շնորհիվ, որոնց համար Գագիկը պնդել էր վճարել, շողշողում էր։ Դու գեղեցիկ ես, աղջիկս, ասաց տիկին Հեղինեն, աչքերում արցունքներ։ Հայրդ այնքան հպարտ կլիներ։ Նարինեն հուզված գրկեց մորը։ Շնորհակալ եմ ամեն ինչի համար, մամ։ Ինձ ուժեղ լինել, պայքարել, չհանձնվել սովորեցնելու համար։ Դու միշտ ուժեղ ես եղել, սիրելիս։ Պարզապես պետք էր դրան հավատալ։ Երբ ժամանակը եկավ, Նարինեն քայլեց սպիտակ ծաղիկներով ու մոմերով զարդարված այգով։ Արջում, վարդերով ծածկված կամարի տակ, Գագիկը սպասում էր նրան։ Նա շլացուցիչ տեսք ուներ իր կոստյումով, բայց այն, ինչ իսկապես ուշադրություն էր գրավում, նրա դեմքի արտահայտությունն էր։ Մաքուր սեր, հիացմունք։ Նարինեն զգում էր, կարծես թռչում է։ Յուրաքանչյուր քայլ դեպի նա մի քայլ էր դեպի այն ապագան, որը նրանք միասին կկառուցեին։ Մի ապագա, որը նախկինում անհնարին էր թվում, բայց որն այժմ իր ձեռքերի տակ էր։ Երբ վերջապես հասավ խորանին, Գագիկը վերցրեց նրա ձեռքերը, նրանք կանգնեցին այնտեղ, նայելով միմյանց աչքերի մեջ, մինչ արարողակատարը սկսում էր արարողությունը։ Երբ երթումների ժամանակը եկավ, Գագիկն առաջինն էր։
Նարինե, սկսեց նա, ձայնը խեղդվելով հուզմունքից, դու իմ կյանք մտար փոթորկի պես, փոխելով ամեն ինչ։ Քեզ հանդիպելուց առաջ ես պարզապես գոյություն ունեի։ Հիմա ես ապրում եմ։ Դու ինձ սովորեցրիր, որ սերը կապ չունի նրա հետ, թե որտեղից ենք մենք գալիս կամ ինչ ունենք։ Այն կապ ունի նրա հետ, թե ով ենք մենք ընտրում լինել միմյանց համար։ Եվ ես ընտրում եմ քեզ, ամեն օր, ընդմիշտ։ Խոստանում եմ սիրել քեզ լավ դժվար օրերին, աջակցել քո երազանքներին, պաշտպանել քեզ փոթորիկներից, ստիպել քեզ ժպտալ, նույնիսկ երբ ամեն ինչ անհնարին թվա։ Դու իմ ներկան ես, իմ ապագան, իմ տունը։ Նարինեն արդեն բացահայտ լաց էր լինում։ Երբ իր հերթը հասավ, խորը շունչ քաշեց, նախքան սկսելը։ Գագիկ, իմ կյանքս ու սպիտակ էր քեզնից առաջ։ Դու բերեցիր գույներ, որոնց գոյության մասին ես նույնիսկ չգիտեի։ Ինձ սովորեցրիր նորից երազել, հավատալ, որ արժանի եմ երջանիկ լինելու։ Դու ինձ ստիպեցիր զգալ տեսանելի, գնահատված, սիրված։ Եվ խոստանում եմ իմ կյանքի մնացած մասն անցկացնել, փոխհատուցելով այդ սերը։ Խոստանում եմ լինել քո զուգընկերը, քո գաղտնապահը, քո ապահով նավահանգիստը։ Խոստանում եմ պայքարել մեր համար, նույնիսկ երբ վախենամ, հավատալ մեզ, նույնիսկ երբ աշխարհը կասկածի։ Որովհետև դու ոչ միայն այն տղամարդն ես, ում ես սիրում եմ։ Դու իմ հոգու կեսն ես, իմ լավագույն ընկերը, իմ ամեն ինչը։ Ներկաների մեջ չոր աչք չկար։ Ավագը տեսանելիորեն հուզված էր, ինչպես տիկին Հեղինեն, որը հենվել էր Անիին։ Հայտարարում եմ ձեզ ամուսին կին, վերջապես ասաց արարողակատարը։ Կարող եք համբուրել հարսնացուին։ Եվ Գագիկը համբուրեց նրան։ Մի համբույր, լի խոստումներով, սիրով, հույսով։ Երբ բաժանվեցին, բոլորը ծափահարեցին, Նարինեն վերջապես թույլ տվեց իրեն լիովին հավատալ։ Դա իրական էր։ Նա Գագիկի կինն էր։ Եվ աշխարհում ոչ մի տեղ չկար, որտեղ նա կնախընտրեր լինել։ Ընդունելությունը մտերմիկ էր, ընդամենը 20 հոգով։ Նրանք ընտրեցին աստղերի տակ, ծիծաղեցին, պարեցին, տոնեցին։ Երբ Գագիկն ու Նարինեն պարեցին իրենց առաջին պարը որպես ամուսին կին, նա գլուխը դրեց նրա կրծքին, լսելով նրա սրտի բաբախյունը։ Երջանիկ ես, շշնջաց նա։ Ավելին, քան երբե պատկերացրել եմ, որ հնարավոր է։ Պատրաստվիր, որովհետև սա միայն սկիզբն է։ Եվ Նարինեն ժպտաց, վերջապես թույլ տալով իրեն հավատալ, որ հեքիաթը կարող է, այո, իրական լինել։ Մեղրամիսն անցկացրին Դիլիջանի դրախտային հանգստավայրերից մեկում։ Գագիկն առաջարկել էր էկզոտիկ վայրեր արտասահմանում, բայց Նարինեն խնդրել էր մնալ Հայաստանում։ Ուզում էր ավելին իմանալ իր սեփական երկրի մասին։ Դրանք 2 շաբաթ մաքուր երջանկություն էին։ Զբոսանքներ լճափին արածագին, լող բյուրեղյա մաքուր ջրում, ընթրիքներ մոմերի լույսի ներքո, զրույցներ, որոնք տում էին մինչ լուսաբաց։ Այնտեղ, ամեն ինչից ու բոլորից հեռու, նրանք պարզապես Նարինեն ու Գագիկն էին։ Չկար տնօրեն ու սպասուհի, հարուստ ու աղքատ։ Միայն 2 լիովին սիրահարված մարդ։ Մի երեկո նրանք պառկած էին ավազին, դիտելով աստղերը, երբ Գագիկը խոսեց։ Երբ վերադառնանք, ուզում եմ, որ մտածես, թե ինչ ես ուզում անել։ Ինչպես թե։ Քո երազանքները, Նարինե։ Դու խոսեցիր ուսուցչուհի դառնալու մասին։ Մենք կարող ենք դա իրականացնել։ Դու կարող ես վերադառնալ ուսման, համալսարան ընդունվել, իրականացնել այդ երազանքը։ Բայց դա տարիներ կտի։ Եվ թանկ կլինի։ Մենք ժամանակ ունենք։ Եվ փողը երբեք խնդիր չի լինի։ Ես ուզում եմ, որ դու երջանիկ լինես, իրացված։ Չեմ ուզում, որ հրաժարվես քո երազանքներից իմ պատճառով։ Նարինեն շրջվեց դեպի նա, դիպչելով նրա դեմքին։ Դու իմ երազանքն ես, Գագիկ։ Մնացած ամեն ինչը բոնուս է։ Մի նույն է, մտածիր։ Խոստանում ես։ Խոստանում եմ։ Երբ վերադարձան Մեղրամսից, կյանքն առանձնատանը տարբեր էր։ Նարինեն այլս սպասուհի չէր։ Նա տան տիրուհին էր։ Սկզբում տարօրինակ էր, հատկապես տիկին Լուսինեի համար, որը պնդում էր նրան պաշտոնականությամբ վերաբերվել։ Տիկին Լուսինե, խնդրում եմ, ինձ ուղղակի Նարինե ասեք, խնդրում էր նա։ Մենք ընկերներ ենք։ Բայց տիկին, դուք հիմա տիրուհին եք, պնդում էր տիկին Լուսինեն, անհարմար զգալով։ Մի քանի շաբաթ տեց, մինչ նրանք նոր դինամիկա հաստատեցին։ Նարինեն պնդում էր, որ օգնի տան գործերին, նույնիսկ երբ Գագիկն ու տիկին Լուսինեն բողոքում էին։
Նա չէր կարողանում անգործ նստել, զգալով, որ պետք է ինչ-որ կերպ իր ներդրումն ունենա։ Ավագն էր, որ օգնեց նրան գտնել իր տեղը։ Ընթրիքի այցելության ժամանակ նա նկատեց նրա անհարմարությունը։ Նարինե, կարող եմ քեզ մի խորհուրդ տալ։ Իհարկե, պարոն ավագ։ Դադարիր փորձել լինել նույն մարդը, որը նախկինում էիր։ Դու փոխել ես քո դիրքը, այո, բայց դա քեզ ավելի լավը կամ վատը չի դարձնում։ Դա քեզ դարձնում է մեկը, ով ունի նոր պատասխանատվություններ, հնարավորություններ։ Գտիր հավասարակշռությունը։ Պետք չէ լինել սպասուհի կամ քմահաճ տիկին։ Պարզապես եղիր դու։ Բառերը իմաստ ունեին։ Նարինեն սկսեց գտնել իր ճանապարհը։ Որոշեց վերադառնալ ուսման, ինչպես Գագիկն էր առաջարկել։ Գրանցվեց բուհի ընդունելության նախապատրաստական դասընթացների։ Ուսուցչուհի դառնալու նրա երազանքը վերակենդանանում էր։ Նա սկսեց ներգրավվել սոցիալական նախագծերում։ Նա մոտիկից ծանոթ էր համեստ մարդկանց իրականությանը, ուզում էր օգնել։ Համոզեց Գագիկին աջակցել մի ՀԿ-ի, որը մասնագիտական դասընթացներ էր առաջարկում անապահով համայնքների երիտասարդների համար։ Եվ քիչ-քիչ Նարինեն կառուցում էր իր ինքնությունն այս նոր աշխարհում։ Նա այլևս այն վախեցած աղջիկը չէր, որը ամիսներ առաջ մտել էր առանձնատուն։ Նա ինքնավստահ, վճռական կին էր, որը գիտեր իր արժեքը։ Նրա հարաբերությունները Գագիկի հետ նույնպես զարգացան։ Նրանք սովորեցին հաղթահարել ամուսնության մարտահրավերները, ավելի լավ շփվել, հարգել միմյանց անհատականությունները։ Վեճեր լինում էին, իհարկե, բայց միշտ լուծվում էին երկխոսությամբ ու սիրով։ Տիկին Հեղինեն տեղափոխվեց առանձնատուն ամուսնությունից մի քանի ամիս անց։ Տունը չափազանց մեծ էր ընդամենը 2 հոգու համար, Նարինեն ուզում էր մորը մոտիկ պահել։ Տիկին Հեղինեն սկզբում դիմադրում էր, չցանկանալով բեռ լինել, բայց վերջում զիջեց։ Եվ դա լավագույն որոշումն էր։ Ավելի լավ բժիշկների բուժումների հասանելիության շնորհիվ նրա առողջությունը զգալիորեն բարելավվեց։ Ամուսնությունից 1 տարի անց Նարինեն Գագիկը այգում էին, նույն նստարանին, որտեղ նա առաջին անգամ նրան ամուսնության առաջարկ էր արել։ Արը մայր էր մտնում հորիզոնում, երկինքը ներկելով նարնջագույն վարդագույն երանգներով։ Հիշո՞ւմ ես այն օրը, երբ քեզ այստեղ բերեցի, հարցրեց Գագիկը։ Ինչպես կարող եմ մոռանալ։ Դու ինձ իմ կյանքի ամենասարսափելի առաջարկն արեցիր։ Նա ծիծաղեց։ Եվ դու ինձ օրերով սպասեցրիր պատասխանի համար։ Որովհետև սարսափած էի։ Կարծում էի, որ դա անհնար է։ Իսկ հիմա։ Նարինեն շուրջը նայեց, տեսնելով տունը, որը դարձել էր իր տունը, մտածելով մոր մասին, որը ներսում հանգստանում էր, ամուսնու մասին, որը իր կողքին էր։ Երազանքների մասին, որոնք նա իրականացնում էր։ Հիմա գիտեմ, որ ոչինչ անհնար չէ, երբ ունես իսկական սեր։ Գագիկը նրան ավելի մոտ քաշեց, համբուրելով նրա մազերը։ Սիրում եմ քեզ, Նարինե Ալեքսանյան։ Եվ նա ժպտաց, լսելով իր նոր ազգանունը։ Ես էլ եմ քեզ սիրում։ Տարիներն անցնում էին, Նարինեի ու Գագիկի կյանքը շարունակում էր միահյուսվել սիրո, հարգանքի փոխըմբռնման ներդաշնակ պարի մեջ։ Այն, ինչ սկսվել էր որպես անհավանական, գրեթե անհնարին հանդիպում, վերածվել էր հաղթահարման մի պատմության, որը ոգեշնչում էր շրջապատի բոլորին։ Նարինեն գերազանցությամբ ավարտեց մանկավարժության ֆակուլտետը, իրականացնելով այն երազանքը, որն այդքան երկար ժամանակ հեռու էր թվում։ Ավարտական արարողությունը հուզիչ էր։ Գագիկը, տիկին Հեղինեն ավագը ոտքի վրա ծափահարում էին, երբ նրա անունը հնչեց։ Անին, միշտ հավատարիմ լավագույն ընկերուհին, առատորեն լաց էր լինում առաջին շարքերում։ Շատ չանցած Նարինեն աշխատանքի անցավ Երանի արվարձանային դպրոցներից մեկում։ Կարող էր ընտրել էլիտար մասնավոր դպրոց, որտեղ Ալեքսանյան ազգանունը հեշտությամբ դռներ կբացեր։ Բայց նա դա չէր ուզում։ Ուզում էր աշխատել երեխաների հետ, որոնք իրեն նման իրականությունից էին գալիս, երեխաներ, որոնք հույսի մեկի կարիք ունեին, ով կհավատար իրենց։ Գագիկը լիովին աջակցեց նրա որոշմանը, հպարտանալով իր կողքին ունեցած ուժեղ վճռական կնոջով։ Ամեն առավոտ Նարինեն արթնանում էր արից շուտ, ինչպես միշտ, բայց այժմ ոչ թե ուրիշի տունը խնամելու, այլ կրթության միջոցով կյանքեր փոխելու համար։ Երեխաները նրան սիրում էին։ Նա նրանց հետ կապվելու, նրանց դժվարությունները հասկանալու, արտաքինից այն կողմ տեսնելու յուրահատուկ ծուն էր։ Նա գիտեր, թե ինչ է նշանակում սոված լինել, վախենալ, ամաչել քո ծագումից։
Եվ նա իր սեփական պատմությունն օգտագործում էր որպես օրինակ, որ հնարավոր է հաղթահարել ցանկացած խոչընդոտ։ Ամուսնության 3-րդ տարին էր, երբ Նարինեն սկսեց զգալ, որ ինչ-որ բան այլ է։ Առավոտյան սրտխառնոց, չափազանց հոգնածություն, տրամադրության փոփոխություններ։ Սկզբում մտածեց, որ դա պարզապես աշխատանքի սթրեսն է։ Բայց երբ ախտանիշները շարունակվեցին, Անին, որը հաճախ էր այցելում, պնդեց, որ նա հղիության թեստ անի։ Նարինեն 3 տարբեր թեստ գնեց, չհավատալով առաջինի արդյունքին։ Բայց բոլորը նույն բանը ցույց տվեցին՝ դրական։ Նա հղի էր։ Նա նստեց լոգասենյակի հատակին, նայելով թեստերին իր ձեռքերում, զգալով ուրախության, վախի, անհավատության խառնուրդ։ Երեխա։ Ինքն ու Գագիկը երեխա էին ունենալու։ Այդ երեկո նա յուրահատուկ ծպլանավորեց նրան ասելու համար։ Ռոմանտիկ ընթրիք պատրաստեց տանը, մոմերով նրանց սիրելի երաժշտությամբ։ Երբ Գագիկը աշխատանքից եկավ, ամեն ինչ պատրաստ գտավ։ Ինչ ենք տոնում, հարցրեց նա, ժպտալով։ Կյանքը, խորհրդավոր կերպով պատասխանեց Նարինեն։ Նստիր, քո սիրելի ուտելիքն եմ պատրաստել։ Ընթրիքի ընթացքում Գագիկը նկատեց, որ նա նյարդային է, բայց հարգեց նրա ժամանակը։ Երբ վերջացրին ուտելը, Նարինեն վեր կացավ, վերադարձավ փոքրիկ փաթեթավորված տուփով։ Քեզ համար, ասաց նա, դողացող ձեռքերով տալով տուփը։ Գագիկը շփոթված բացեց այն։ Ներսում մի փոքրիկ, սպիտակ մանկական կոշիկ կար։ Նա նայեց կոշիկին, հետո Նարինեին, մի քանի վայրկյան պահանջվեց հասկանալու համար։ Նարինե, դու… Նա գլխով արեց, արցունքները հոսում էին դեմքով։ Ես հղի եմ, Գագիկ։ Մենք երեխա ենք ունենալու։ Նրա արձագանքը այն ամենն էր, ինչ նա սպասում էր ավելին։ Նա այնքան արագ վեր կացավ, որ քիչ մնաց աթոռը գցեր, քաշեց նրան, իր գիրկը պտտվեց նրա հետ, միաժամանակ ծիծաղելով ու լաց լինելով։ Լո՛րջ։ Վստահ ես։ 3 թեստ եմ արել։ Բոլորը դրական։ Վաղը բժշկի մոտ կգրանցվեմ, բայց այո, վստահ եմ։ Մենք երեխա ենք ունենալու, կրկնեց նա, հիացած։ Նարինե, դու ինձ դարձրիր աշխարհի ամենաերջանիկ տղամարդը։ Նորից։ Այդ գիշեր, պառկած մահճակալին, Գագիկը խոսում էր Նարինեի դեռ տափակ փորի հետ, խոստումներ տալով երեխային, որը դեռ ընդամենը գաղափար էր, հույս, հրաշք։ Երբ պատմեցին տիկին Հեղինեին, կինը լաց եղավ ուրախությունից։ Ես տատիկ եմ դառնալու, կրկնում էր նա, ամուր գրկելով դստերը։ Երբեք չէի մտածի, որ կապրեմ այս օրը տեսնելու համար։ Ավագը նույնպես հուզվեց, թե փորձում էր թաքցնել իր սովորական լուրջ կեցվածքի հետում։ Բայց Նարինեն տեսավ փայլը նրա աչքերում, այն ձը, որով նա հպարտությամբ սեղմեց Գագիկի ձեռքը։ Նարինեի հղիությունը հանգիստ անցավ։ Նա շարունակեց աշխատել մինչ 7-րդ ամիսը, երբ վերջապես համաձայնեց արձակուրդ վերցնել։ Նրա աշակերտները անակնկալ հրաժեշտի խնջույք կազմակերպեցին, ձեռքով նկարված պաստառներով, ամուր գրկախառնություններով։ Խոստացեք, որ կվերադառնաք, ընկեր Նարինե, խնդրեց 7-ամյա մի աղջիկ, բռնելով նրա ձեռքը։ Դուք աշխարհի լավագույն ուսուցչուհին եք։ Գագիկը ներկա էր բոլոր բժշկական այցելություններին, բոլոր ուլտրաձայնային հետազոտություններին։ Լաց եղավ, երբ առաջին անգամ լսեցին երեխայի սրտի բաբախյունը։ Հիացավ, երբ պարզեցին, որ տղա է լինելու։ Եվ ժամերով հավաքում էր երեխայի սենյակը, ցանկանալով, որ ամեն ինչ կատարյալ լինի։ Նարինեն ընտրեց անունը Ռաֆայել։ Ռաֆայել Ալեքսանյան։ Ուժեղ, գեղեցիկ, իմաստով լի անուն։ Ծննդաբերությունը տեղի ունեցավ գարնանային մի լուսաբացին։ Նարինեն արթնացավ կծկումներից առավոտյան ժամը 3-ին։ Գագիկը խուճապի մատնվեց, այս ու այն կողմ վազելով, վերցնելով շաբաթներով պատրաստված պայուսակը, զանգելով բժշկին, տիկին Հեղինեին, ավագին։ Հանգստացիր, սիրելիս, ասաց Նարինեն, ծիծաղելով, չնայած ցավին։ Ժամանակ ունենք։ Բայց Գագիկը չէր կարողանում հանգստանալ։ Միայն երբ հասան հիվանդանոց, Նարինեին տարան սենյակ, նա մի փոքր շունչ քաշեց։ Ծննդաբերությունը տեց 12 ժամ։ Երկար, հյուծիչ, ցավոտ ժամեր։ Բայց Գագիկը մի վայրկյան անգամ Նարինեի կողքից չհեռացավ։ Բռնում էր նրա ձեռքը, սրբում քրտինքը, քաջալերող խոսքեր շշնջում։ Երբ վերջապես Ռաֆայելը ծնվեց, իր առաջին ճիչով արձագանքելով սենյակում, Նարինեն զգաց, որ սիրտը կարող է պայթել այդքան սիրուց։
Երեխային դրեցին նրա կրծքին դեռ ծածկված պաշտպանիչ շերտով, աչքերը փակ, փոքրիկ ձեռքերը։ «Բար, իմ սեր», շշնջաց նա, համբուրելով որդու ճակատը։ «Մայրիկը քեզ այնքան է սպասել»։ Գագիկը նրա կողքին էր, նույնպես արցունքների մեջ, նրբորեն դիպչելով Ռաֆայելի գլխին։ «Նա կատարյալ է», ասաց նա, հիացած։ «Ճիշտ քեզ նման»։ «Քո աչքերն ունի», նկատեց Նարինեն, տեսնելով կանաչ աչուկների կարճ բացվելը։ Հաջորդ շաբաթները հարմարվելու շաբաթներ էին։ Անքուն գիշերներ, անվերջ տակտիրներ, դժվար կրծքով կերակրում։ Բայց նա այնքան ուժեղ սեր, որ Նարինեն երբեմն զգում էր, որ կրծքում չի տեղավորվում։ Գագիկը ներկա նվիրված հայր էր։ Արթնանում էր գիշերվա կեսին օգնելու, առանց բողոքելու տակտիրներ էր փոխում, աներդաշնակ օրորոցայիններ էր երգում, որոնք ստիպում էին Նարինեին ծիծաղել։ Նա կարևոր հանդիպումներ ուներ, ընկերություն կառավարելու, բայց միշտ ընտանիքն առաջին տեղում էր դնում։ Տիկին Հեղինեն ամենախենթ տատիկն էր, որ երբեք գոյություն է ունեցել։ Ժամերով պարզապես դիտում էր Ռաֆայելի քունը, հիացած յուրաքանչյուր շարժումից, յուրաքանչյուր ձայնից։ Ավագը, որը երբեք շատ զգացմունքային չէր եղել, լիովին հալվում էր թոռան ներկայությամբ։ Երբ Ռաֆայելը դարձավ 6 ամսական, Նարինեն Գագիկը պարզ խնջույք կազմակերպեցին առանձնատան այգում։ Միայն ընտանիք, մտերիմ ընկերներ։ Անին այնտեղ էր, իհարկե, այժմ արդեն լուրջ ընկերոջ ուղեկցությամբ։ Տիկին Լուսինեն օգնեց նախապատրաստություններին, Ռաֆայելին վերաբերվելով, կարծես իր սեփական թոռը լիներ։ Այդ երեկո, դիտելով բոլոր հավաքվածներին, որոնք ծիծաղում ու տոնում էին, Նարինեն մի բացահայտում արեց։ Իր կյանքը լիարժեք շրջան էր կատարել։ Սկսել էր այդ առանձնատանը որպես վախեցած աշխատող, այժմ այնտեղ էր որպես տան տիրուհի, սիրված կին, նվիրված մայր, շրջապատված մարդկանցով, որոնց սիրում էր։ Գագիկը մոտեցավ, Ռաֆայելը գրկին։ Երեխան արթուն էր, հետաքրքրությամբ շուրջը նայելով։ «Ինչի՞ մասին ես մտածում», հարցրեց նա։ «Նրա մասին, թե որքան զարմանալի է կյանքը», պատասխանեց Նարինեն, վերցնելով Ռաֆայելի փոքրիկ ձեռքը։ 4 տարի առաջ ես այս տունն էի մաքրում։ Այսօր իմ որդուն եմ այստեղ մեծացնում։ Եվ դու այս տունը տուն դարձրիր, ասաց Գագիկը, համբուրելով նրա ճակատը։ Քեզնից առաջ սա պարզապես մեծ, դատարկ տուն էր։ Հիմա այն լի է սիրով, ծիծաղով, կյանքով։ Նարինեն նայեց ամուսնուն, որդուն ժպտաց։ Գիտես, թե որն է ամենաանհավանականը։ Ես ոչնչի համար չեմ զղջում։ Ոչ դժվարությունների, ոչ վախերի, ոչ արցունքների։ Որովհետև ամեն ինչ ինձ այստեղ բերեց։ Ռաֆայելը սկսեց նվնվալ, Նարինեն նրան գրկեց, փարվելով կրծքին։ Գագիկը գրկեց երկուսին, նրանք այդպես մնացին մի պահ, մի փոքրիկ ընտանիք, միավորված ամենամաքուր սիրով։ Տարիները շարունակում էին անցնել։ Ռաֆայելը մեծացավ ուժեղ առողջ, ուրախ հետաքրքրասեր երեխա, որն ուներ լավագույն ծնողներին։ Նա ուներ հոր կանաչ աչքերը մոր ժպիտը։ Ուներ երկուսի խելքը բարի սիրտ, որը հալեցնում էր ցանկացածին։ Նարինեն վերադարձավ դասավանդելուն, երբ Ռաֆայելը դարձավ 2 տարեկան, բայց այժմ կես դրույքով։ Չէր ուզում բաց թողնել որդու մանկության կարևոր պահերը։ Գագիկը շարունակեց կառավարել ընկերությունը, բայց միշտ ժամանակ էր գտնում ընտանիքի համար։ Ընտանեկան ընթրիքները սրբություն էին։ Հանգստյան օրերը նվիրված էին զբոսանքներին, խաղերին, հիշողությունների կառուցմանը։ Երբ Ռաֆայելը դարձավ 5 տարեկան, սկսեց հարցեր տալ, թե ինչպես են ծնողները ծանոթացել։ Նարինեն Գագիկը իրար նայեցին, ժպտալով։ Մայրիկն աշխատում էր հայրիկի մոտ, սկսեց Գագիկը։ Եվ հայրիկը անսահման սիրահարվեց նրան առաջին իսկ օրվանից։ Նույնիսկ երբ մայրիկը անսպասելի մտավ նրա սենյակ, նա միայն սրբիչով էր, անմեղորեն հարցրեց Ռաֆայելը։ Նարինեն լայն բացեց աչքերը։ Գագիկ, դու դա նրան ես պատմել։ Գագիկը ծիծաղեց։ Նա պետք է իմանա ամբողջական պատմությունը։ Դա զվարճալի է։ Դա անհարմար է, ուղեց Նարինեն, բայց ժպտում էր։ Եվ հետո դուք ամուսնացաք, հարցրեց Ռաֆայելը։ Շատ վախերից, շատ անվստահություններից, շատ խոսակցություններից, շատ սիրուց հետո, այո, մենք ամուսնացանք, բացատրեց Նարինեն։ Եվ դա իմ կյանքի լավագույն օրն էր։ Մտածում էի, որ լավագույն օրն այն էր, երբ ես ծնվեցի, ասաց Ռաֆայելը, շուրթերը գծելով։ Երկուսն էլ լավագույն օրերն էին, շտապեց ասել Գագիկը, խուտուտ տալով որդուն։
Բայց դու յուրահատուկ էիր, որովհետ լրացրիր մեր ընտանիքը։ Ռաֆայելը ծիծաղեց, գող պատասխանից։ Այդ երեկո Ռաֆայելին քնեցնելուց հետո Նարինեն Գագիկը գնացին պատշգամբ։ Այն պատշգամբ, որտեղ այդքան բան էր տեղի ունեցել։ Որտեղ նա լսել էր նրա հեռախոսազրույցը, որտեղ խոստովանում էր իր հակումը։ Որտեղ նա ամուսնության առաջարկ էր արել։ Որտեղ նրանք այդքան շատ կարևոր խոսակցություններ էին ունեցել։ Դու զղջում ես որե բանի համար, հանկարծ հարցրեց Նարինեն։ Գագիկը զարմացած նայեց նրան։ Ինչի՞ համար։ Ինձ վրա պնդելու համար։ Մեր համար պայքարելու համար, երբ ես ուզում էի հանձնվել։ Այս ամենն այդքան բարդացնելու համար։ Նա վերցրեց նրա դեմքը իր ձեռքերի մեջ, ստիպելով նրան նայել իրեն։ Նարինե Ալեքսանյան, ես ոչ մի վայրկյանի համար չեմ զղջում։ Դու լավագույն բանն ես, որ երբե պատահել է ինձ հետ։ Դու Ռաֆայելը իմ կյանքն եք։ Եթե պետք լիներ ամեն ինչ նորից անել, ես ճիշտ նույն կերպ կանեի։ Իրականում, հավանաբար քեզ ավելի շուտ ամուսնության առաջարկ կանեի։ Նարինեն ծիծաղեց, աչքերում արցունքներ։ Ես քեզ սիրում եմ։ Այնքան շատ։ Իսկ ես քեզ անսահման ավելի շատ եմ սիրում։ Անհնար է, բողոքեց նա։ Սա կքննարկենք, երբ ծերանանք, շրջապատված թոռներով, կատակեց նա։ Թոռներ։ Մենք դեռ պետք է Ռաֆայելի դեռահասության միջով անցնենք։ Ճիշտ է։ Եվ ես արդեն վախենում եմ։ Երկուսն էլ ծիծաղեցին, գրկախառնված պատշգամբում, աստղալից երկնքի տակ։ Տիկին Հեղինեն ապրեց, տեսնելու Ռաֆայելի մեծանալը, տեսնելու նրա դպրոց գնալը, լսելու նրա տատիկ Հեղինե կանչը։ Նա խաղաղ մահացավ քնի մեջ, 72 տարեկանում, շրջապատված սիրով երախտագիտությամբ իր ունեցած կյանքի համար։ Նարինեն լաց եղավ նրա հեռանալու համար, բայց նա տոնեց այն ամենը, ինչ մայրը ներկայացնում էր։ Ուժ, քաջություն, անպայմանական սեր։ Ավագը շարունակեց մշտական ներկայություն լինել նրանց կյանքում։ Թոշակի անցավ 68 տարեկանում, ընկերության ղեկավարումը լիովին փոխանցելով Գագիկին։ Սկսեց ավելի շատ ժամանակ նվիրել ընտանիքին, ճանապարհորդել, վայելել իր կառուցած կյանքը։ Իսկ Նարինեն։ Նարինեն շարունակեց լինել ուսուցչուհի, շարունակեց փոխել կյանքեր, շարունակեց լինել կենդանի ապացույց, որ սերը կարող է, այո, հաղթահարել ցանկացած խոչընդոտ։ Նա դասախոսություններ էր կարդում դպրոցներում, պատմում իր պատմությունը, ոգեշնչում երիտասարդներին հավատալ, որ իրենց երազանքները հնարավոր են։ Շատ տարիներ անց, երբ Ռաֆայելն արդեն երիտասարդ էր, ճարտարագիտություն սովորելով, Նարինեն Գագիկը վերադարձան այն նստարանին այգում, որտեղ ամեն ինչ փոխվել էր։ Որտեղ նա խոստովանել էր իր սերը առաջին անգամ նրա ձեռքը խնդրել։ Ալեհեր մազերն այժմ շրջանակում էին Նարինեի դեմքը, իսկ Գագիկը կնճիռներ ուներ աչքերի շուրջ, այդքան շատ ժպտալուց։ Բայց նրանց միջ սերը շարունակում էր նույնքան ուժեղ լինել, որքան առաջին օրը։ Գուցե նույնիսկ ավելի ուժեղ, կոփված տարիների ընկերակցությամբ, միասին հաղթահարված մարտահրավերներով, կիսված ուրախություններով։ Արժեր, հարցրեց Գագիկը, կրկնելով այն հարցը, որը տվել էր այդքան տարիներ առաջ։ Ամեն վայրկյանը, պատասխանեց Նարինեն, գլուխը դնելով նրա ուսին։ Ամեն արցունքը, ամեն վախը, անորոշության ամեն պահը։ Ամեն ինչ արժեր։ Եվ նրանք մնացին այնտեղ երկու վերապրողներ մի պատմության, որը սկսվել էր անհավանական, բայց դարձել էր ամենագեղեցիկ սիրո պատմությունը։ Մի պատմություն համեստ աղջկա մասին, որը տներ էր մաքրում, հարուստ տղամարդու, որն ուներ ամեն ինչ, բացի իսկական սիրուց։ Մի պատմություն, որն ապացուցեց, որ երբ երկու հոգի նախատեսված են միմյանց համար, ոչ մի խոչընդոտ բավականաչափ մեծ չէ նրանց բաժանելու համար։ Նարինեն հետ նայեց իր անցած ճանապարհին։ Սպասուհուց, առանձնատան տիրուհի։ Վախեցած աղջկանից, ինքնավստահ կին։ Խնամող դստերից, նվիրված մայր։ Եվ յուրաքանչյուր փոխակերպման հետում Գագիկն էր, նրա սերը, նրա ուղեկիցը, նրա ամենամեծ ոգեշնչողը։ Նրանց կյանքը կատարյալ չէր։ Նրանք ունեցել են մարտահրավերներ, վեճեր, կասկածի պահեր։ Բայց միշտ ընտրել են սերը։ Միշտ ընտրել են միասին պայքարելը։ Եվ վերջում դա ամեն ինչ փոխեց։ Երբ արը սկսեց մայր մտնել, երկինքը ներկելով ոսկեգույն վարդագույն երանգներով, Նարինեն Գագիկը վեր կացան։ Ձեռք ձեռքի տված, նրանք քայլեցին դեպի տուն։ Դեպի այն առանձնատուն, որը դադարել էր պարզապես սեփականություն լինելուց դարձել էր տուն։
Մի տուն, կառուցված սիրով, հարգանքով, գործընկերությամբ այն վստահությամբ, որ երբեմն ամենաանհավանական պատմություններն ունեն ամենաերջանիկ ավարտները։ Եվ այսպես ավարտվում է Նարինեի Գագիկի պատմությունը։ Մի պատմություն, որը սկսվեց անհարմար հանդիպումով, ծաղկեց անսպասելի սիրով, ամրապնդվեց գեղեցիկ ընտանիքով։ Մի պատմություն, որը մեզ սովորեցնում է, որ իսկական սերը սոցիալական խոչընդոտներ չի ճանաչում, չի վախենում տարբերություններից, չի հանձնվում խոչընդոտների առջ։ Մի պատմություն, որը մեզ հիշեցնում է, որ բոլորն արժանի են երջանիկ լինելու հնարավորության, անկախ նրանից, թե որտեղից են գալիս կամ ինչ ունեն։ Որովհետև վերջում այն, ինչ իսկապես կարևոր է, ոչ թե այն տան չափն է, որտեղ մենք ապրում ենք, այլ այն սիրո չափը, որը մենք կրում ենք մեր սրտում։ Եվ Նարինեն ու Գագիկն ապացուցեցին, որ երբ այդ սերն իսկական է, մաքուր նվիրված, այն ունակ է փոխելու ամեն ինչ։ Այն ունակ է հաղթելու վախերը, հաղթահարելու անվստահությունները, քանդելու պատերը, կառուցելու կամուրջներ։ Նրանք երջանիկ ապրեցին։ Այո, շատ։ Նրանք կատարյալ կյանք ունեցան։ Ոչ, որովհետև կատարելություն գոյություն չունի։ Բայց նրանք ունեցան սիրով, նպատակով, իմաստով լի կյանք։ Եվ դա այն ամենն է, ինչ իսկապես կարևոր է։ Ռաֆայելը մեծացավ, իր ծնողների սերն օրինակ տեսնելով։ Սովորեց, որ հարգանքը հիմնարար է, որ շփումն էական է, որ սերը մշտական աշխատանք է պահանջում։ Եվ երբ իր սիրահարվելու հերթը հասավ, նա ընտրեց սրտով, չանհանգստանալով մակերեսային տարբերությունների համար։ Որովհետև իր ծնողները նրան սովորեցրել էին, որ իսկական սերը տեսնում է արտաքինից, բանկային հաշիվներից, սոցիալական կարգավիճակից այն կողմ։ Առանձնատունը, որը մի ժամանակ ամաչկոտ սպասուհու միայնակ տնօրենի առաջին հանդիպման վայրն էր, դարձավ սիրով աճած ընտանիքի բեմը։ Այգիները, որոնք ականատես էին եղել ամուսնության առաջարկին, տեսան նա Ռաֆայելի առաջին քայլերը, նրա մանկական խաղերը, նրա ծննդյան խնջույքները։ Եվ Նարինեն, հետ նայելով իր ճանապարհորդությանը, գիտեր, որ ոչինչ չէր փոխի։ Ոչ դժվարությունները, ոչ արցունքները, ոչ վախերը։ Որովհետև ամեն ինչ այն ճանապարհի մի մասն էր, որը նրան այստեղ էր բերել։ Ամեն ինչ նպաստեց, որ նա դառնա այն ուժեղ, իրացված երջանիկ կինը, որը նա էր։ Գագիկը նույնպես երախտագիտությամբ էր հետ նայում։ Երախտագիտությամբ իր սրտի պնդման համար, չհրաժարվել Նարինեից։ Երախտագիտությամբ մեկին գտնելու համար, ով իրեն սիրում էր ոչ թե նրա համար, թե ինչ ուներ, այլ թե ով էր։ Երախտագիտությամբ իմաստով, նպատակով, անկեղծ սիրով կիսված կյանքի համար։ Եվ այսպես, աստղալից երկնքի տակ, որը ականատես էր եղել իրենց կյանքի այդքան շատ կարևոր պահերի, Նարինեն Գագիկը լուռ նորոգեցին իրենց խոստումները։ Շարունակել սիրել։ Շարունակել պայքարել։ Շարունակել կառուցել ամեն օր ամենագեղեցիկ սիրո պատմությունը, որը կարող էին պատկերացնել։ Մի պատմություն, որը սկսվեց անհավանական, ծաղկեց անսպասելի և ամրապնդվեց հավերժական։ Պատմության ավարտը, սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Նարինեի Գագիկի պատմությունը հուզեց ձեր սրտերը։ Եթե դուք հուզվեցիք սիրո, հաղթահարման քաջության այս ճանապարհորդությունից, դրեք ձեր հավանումը, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում, պատմեք, թե ինչն է ձեզ ամենաշատը տպավորել։ Արդյոք դա առաջին անհարմար հանդիպումն էր։ Ամուսնության առաջարկը։ Ռաֆայելի ծնունդը։ Ուզում ենք իմանալ, թե որ պահն է դաջվել ձեր սրտում։ Ամեն օր մենք բերում ենք այսպիսի հուզիչ պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմերը, որոնք մեզ հիշեցնում են, որ իսկական սերը խոչընդոտներ չի ճանաչում, որ բոլորն արժանի են երջանիկ լինելու հնարավորության։ Կիսվեք այս պատմությամբ մեկի հետ, ով կարիք ունի նորից հավատալու սիրուն։ Սպասում ենք ձեզ հաջորդ դրվագում, մեկ պատմությամբ, որը կստիպի ձեր սիրտը ավելի արագ բաբախել։ Մինչ